Կելի համարելով հարցի պատասխանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակումի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Էջմիածնում Երևույն հոգևոր խորհուրդը 3 ժողով էր գումարել և Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում։ Նա արդեն մի քանի օր ֆեյսբուքյան գրառումներով կասկածի տակ է դնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կուսակրոնությունը։ Վարչապետը վաղ առավոտյան էր հերթական գրառումը կատարել անհետաձգելի համարելով հարցի պատասխանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակումի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Էջմիածնում Երևույն հոգևոր խորհուրդը 3 ժողով էր գումարել հայտարարություն տարածել։ Հոգևորականները Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումները որակել են կործանարար, որը սպառնալիք է հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են գործանարար հետևանքներով և սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե հայրենիքում և թե Սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։ Մայրաթորն ուղիղ չի արձագանքել կաթողիկոսի եւ այլ կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից, ասված է հայտարարության մեջ։ Հոգևոր խորհուրդը վարչապետի քաղաքականությունը որակում է որպես անօրինական եւ անհեռատես, կոչ անելով իրավասու պետական մարմիններին կասեցնել այն։ Ինչ նպատակադրում ունի Նիկոլ Փաշինյանը առաջ քաշելով կաթողիկոսի ենթադրյալ զավակ ունենալու կամ կաթողիկոսի ընտրության հարցում պետության մասնակցության հարցերը։ Ֆակտոր TV-ն այսօր փորձում էր վարչապետի թիմակիցներից ճշտել։ Խորհրդարանի միջանցքներում միայն Արսեն Թորոսյանին հանդիպեցին։ Նիկոլ Փաշինյանը ես հիմա ձեզ որպես հավատացյալի հարցեր չեմ տալիս, ես հիմա ձեզ որպես քպականի եմ հարցեր տալիս։ Թորոսյանը չգիտի ինչի է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը, սակայն կարծում է հայ առաքելական եկեղեցու հետևորդները կարող են հարցեր տալ։ Հավատացյալները իրենց պետք է հարց տան եւ իրենց եկեղեցական սպասավորներին արդյոք այդպես բան կա թե չկա եւ արդյոք այդ կանոնները պահպանվում են թե չեն պահպանվում։ Բարև ժողովուրդ ջան։ Իրավունք ունեն զբաղեցնել աշխատողներ։ Ընդդիմադիր Հայաստան թափով լայք եք էլի ժողովուրդ ջան։ Խնդրանք ես բոլորի թափով լայք եք մի հատ։ Կոսի երեխա ունենալու մասին հարցի բարձրաձայնումը։ Սա այս ասեմ հիվանդ Շնորհակալություն։ Իրավունք չունենալու հարց է եւ մեր հավատավոր հոտը ամենայն վստահություն ունի եւ հայ առաքելական եկեղեցին հասկանում եմ քեզ անուր ջան։ Ամերիկանում եղծ է լեգիտիմ չէ եւ Օչերեջ մենք հավատում ենք մեր եկեղեցուն։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ասել Նիկոլ Փաշինյանից, երբ վարչապետի պաշտոնից բխող որևէ լծակ չունի միջամտելու եկեղեցու հարցերին։ Իրավասու չեմ պատասխանել այդ հարցին, թե ինչ կարող է անել հայ առաքելական եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն նա որպես Հայաստանի վարչապետ չի գրում։ Կարծում եմ, որ ինքը ինչ որ գրում է, շատ պարզ է գրում, ինչ որ տողատակեր չկան դրա տակ։ Փաշինյանից ամեն սպասելի է, Բարև մամա ջան։ որ այդ մտածումները հիվանդներ ունենա, բայց Նիկոլ Փաշինյանը նախ եւ առաջ չի գիտակցում կամ չգիտի կամ չուզում հասկանալ իր խմբակը, որ եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, հայրապետը ամենայն հարաբերվում է եկեղեցական բարձրագույն ժողովի կողմից։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կաթողիկոսի բարեվարկությունը ստուգելու եւ կուսակրոնությունը խախտած հոգեվորականներից ազատվելու անհրաժեշտության մասին, Ֆակտոր TV-ն ուսումնասիրել է եկեղեցի պետություն հարաբերությունները կարգավորող իրավանորմերը, որոնց համաձայն գործադիր իշխանությունը չի կարող որևէ կերպ մասնակցել եկեղեցու կառավարմանը։ Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկությունը։ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց Սուրբ
առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի երկրորդ հոդվածով էլ ամրագրվում է, որ պետությունը ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետական սահմաններում։ Այսինքն պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարումը։ Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանը սակայն սահմանադրության միայն այն կետն է շեշտում, որի համաձայն եկեղեցին չպետք է միջամտի պետության կառավարմանը։ Եկեղեցին օրինակ չպետք է խառնվի քաղաքական գործերի մեջ։ Եկեղեցին ինչ է եկեղեցին իր սահմանումով։ Եկեղեցին հավատավոր շահանդույցն է համախմբված իրար շուրջ, եկեղեցու շուրջ։ Եկեղեցին շենք չի, եկեղեցին չոր իրավաբանական անձ չի եւ այդպես շարունակ։ Իսկ կառավարությունը պետք է միջամտի եկեղեցու գործերին։ Ես չեմ տեսել, որ կառավարությունը միջամտի եկեղեցու գործերին մինչ օրս։ Սեյդ ջան, բարև։ Վերջին օրերի դիվերսիոն հարձակումները դուք չեք Ընտրնում ես ինչ նկատի ունեմ։ Հիմա այն նույն տրամաբանությամբ, եթե ես լինեի հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես էլ կարող էի պահանջել։ Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը կարծում է իրավաբանների միջամտության անհրաժեշտություն կա Փաշինյանին զսպելու համար։ Նորմալ երկու դատախազությունը պիտի միջամտել սպորտնթացների եւ սահմանադրական պարտքը հակասահմանադրական է սպորտնթացը, բայց ոչ նա, ոչ մարդու պաշտպանից, ոչ ազգային անվտանգությունից ես որևէ այսպես իրավական սահմանադրական կեցվածք չեմ սպասում։ Առաջիկայում նախատեսված են սահմանադրական փոփոխություններ, արդյոք Փաշինյանը կաթողիկոսի ընտրության կարգում փոփոխություններ կնախաձեռնի։ ԿՊԱԿ-ը ուղիղ չի պատասխանում, իսկ Դաշնակցականը կարծում է Փաշինյանը արտաքին Մերսի Սեյդ ջան, մերսի մախպեր։ Սահմանադրական փոփոխություններ լինեն, որ պետությունը կարողանա կաթողիկոսի ընտրության հարցում Ես մտքի թռիչքը իհարկե շատ հարգում եմ, բայց եկեք ես համով խեցնում եմ Նիկոլ Փաշինյանի գրառումից, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կաթողիկոսի ընտրության հարցում դերակատարություն ունենա։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում այն ինչ որ նշանակում է բարձր մարդը գրել, որ Բարև ձեզ, Ժողովուրդ ջան։ Գնակողից ես գիտեմ այդ մեխանիզմը ոնց է աշխատում։ Աշճան պրիվետ սալատ տանը։ Նիկոլ Փաշինյանը վաղուց Հայաստանի Հանրապետությունում Գիտես ու Աշճան մի հատ պոնչ արա իմ տեղս։ Հենց հիմա մի հատ պոնչ արա իրան։ Հարձակումը հայ առաքելական եկեղեցու Բարիգուն, Ժողովուրդ ջան։ Միանշանակ պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի տված խոստումների համատեքստում Դատելով սոցցանցերում Փաշինյանի եւ նրա մերձավորների կողմից գրառումների ինտենսիվությունից վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու միջև այս հակամարտությունն առաջիկայում չի մարի։ Ուրեմն Ժողովուրդ ջան, նորից բարև բոլորիդ։ Հեսա մի վարկյան կներեք, սկսենք մեր եթերը, երկար չենք ձգելու, ձգելու ավելի ճիշտ։ Ուրեմն խոսքը ինչու մասին է գնում, խոսքը գնում է նորից եւ նորից Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացրած հարցը ընդդեմ եկեղեցու։ Ես հիմա կհիմնավորեմ, հիմա նայեք, այս մի քանի տագանք կա, որ հելել են փորձում են արտարացնել Նիկոլ Փաշինյանի արարքը նրանով, որ ինքը մարդկանց է ասում, ոչ թե եկեղեցուն։ Ուրեմն Չուլան անունով եկեղեցի ես այդեն չեմ ճանաչել, ընդհանրապես եկեղեցական չեմ ճանաչել։ Ինչ որ սրբազան կամ ինչ որ մի հատ ուրիշ, հա, կստացի սրբազանների պահով էլ ասեմ, շատերը գիտեք, որ ես իրանց սուրբ չեմ ճանաչում, ոչ մի ազնվորություն, բացի Հիսուս Քրիստոսից իմ համար սուրբ չի, բայց քանի որ ինձ փորձում են բացատրել, որ Արսեն ջան, դա իրանց սրբության մասին չի խոսքում, այլ ինչ որ պաշտոն է դրա համար է դենց, լավ, օքեյ, ես գալիս եմ այդ դաշտ, ասում եմ որպես պաշտոն, վեհապար, որպես պաշտոն սրբազան եւ այլն, բայց ես ինգադի չունեմ, որ ինքը սուրբ է, ես ինգադի չունեմ, որ ինքը վեհապար է, փառավորված է կամ եսի միջի իրանք մարդիկ են, ովքեր այո, պաշտոնյաներ են հոգևոր դաշտում եւ պատասխանատու են մեր հոգևոր դաստիարակության եւ հոգևոր մեր առաջնորդները պետք է լինեն եւ այլն։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, ինչ է կատարվում։ Հիմա ես ապացուցեմ, որ սա ուղղակի մարդկանց ուղղված հարց չի, սա պրյամոյ հարձակում է հայ առաքելական եկեղեցու սկզբունքների եւ հայ առաքելական եկեղեցու թույլ տեղերին ու ես նորից եմ ասում, սա ամսի 22-ի մուֆտի հարձակումից հետո Կովկասյան մուֆտիները երբ որ հարձակում արեցին հայ առաքելական եկեղեցին անվանելով տարածաշրջանի ինչ որ չարիք եւ չարձագանքվեց մեր պետական այրերի կողմից, այլ ընդհակառակը 7 օր հետո անվանվեց Չուլանացում
եւ այլն, փորձելով բոլորը մի sense կապարակի մեջ տանել իրանց նորից անուղեղների դաշտ, որպեսզի սրանք վերցնեն ու քարկոծեն, ասենք ով չի սիրում, ասենք մեր կաթողիկոսին որպես անձ, իրանք է վերցնեն ու խփեն։ Ասենք սիրելու հարց չի, ես բազմիցս քննադատել եմ ներկայիս եկեղեցականների թե պահվածքը, թե եկեղեցական կարգերը, որ իրանք անում են, իմ կարծիքը ես քննադատել եմ, ոչ թե կբել եմ եկեղեցի, ով եմ իմ ասենք այսքան փոքր հալովս, ես օվկիանոսի մեջ մի կաթիլը չեմ կարանեմ, որ կարանամ աստվածային ինչ-որ բանի կբնեմ, ես կարամ քննադատեմ առողջանալու սկզբունքներով, որպեսզի առողջանան, այսինքն մարդիկ, ովքեր ինձ ճիշտ քննադատություն են տալիս ինձ, այդ մարդիկ իմ ամենամոտիկ բարեկամներն եմ ես համարում, որովհետև իրանք ուզում են, որ ես առաջ գնամ եւ ինքնակրթվեմ եւ ասենք բան անեմ, ես համեմատությունին վրա կբերեմ, որ ոչ մեկ չհասկանա, թե ես ուրիշին եմ ուզում թիրախավորել, բայց գոյություն ունեն սկզբունքներ, որոնք Աստծո կողմից են դրված։ Աստծո կողմից ստեղծված տաճարը, տեղը, Էշմիածին վանքը, դու ոնց կարաս ասես մի քան, այսինքն 4-րդ դարի ինչ-որ մի հատ վանքի, որտեղ հազարավոր հայորդիներ արդասունք թափելով աղոթել են թե հայ ազգի համար, թե իրենց փրկության համար, թե Աստծուն զորեղություն հայտնելու համար, ինքը, ասենք 4-րդ դարի, որ այնտեղ ցեմենտը դրած, որ անընդհատ պետքա ցեմենտես որ չբլի, ասում է Չուլան։ Չուլանը ուրեմն Նիկոլ Փաշինյան։ Ես չեմ իշնի ուրիշ մակարդակի, կասեմ, Չուլանը այդ այն տեղն է, որտեղ քո կինը շատ լավ գիտի, թե ինչեր է կատարվում, թե որտեղից գիտի, դու գնա արդեն լուստրացիա արա քո տան մեջ, որպեսզի հասկանաս, թե քո կինը ինչի գիտի, որ խավարացումը լինում է օրինակ ընդ ինչ վախեր ունի, ինչա կատարվել իր հետ երիտասարդ տարիների կամ փոքր տարիների ժամանակ, ես չեմ հասկանում ձեր ընտանիքում ինչ է կատարվում, քո աշխարհայացքը դες գիտեմ, դու արձանների վրա ես կայֆավատանում եւ այլն։ Դու այն մարդը չես Նիկոլ Փաշինյան, որ կարողանաս ուղղորդես, թե ինչպեսին պետքա լինի եկեղեցին։ Դու այդ արժե համակարգը կրող ազնվորությունը չես։ Դու սդի հայրն ես, դու սատանային ծառա ես, ես կարամ դա ապացուցեմ։ Դու մարդ, որը անընդհատ սդում է, այդ մարդը սատանա է, մարդ կարա սդի չհասկանալով։ Ու հետո ինքը հասկանա, որ սուդ է եղել այդ ամեն ինչը, ներողություն խնդրի ու գնա առաջ։ Բայց դու սդում ես իմանալով ու սդում ես հենց պլանավորված։ Ու ես նորից եմ կրկնում, սա թուրքական պլան է, ինձ ոչ մեկ չի կարա հակառակը ապացուցի, անգամ եւ ասեմ, ես հավատում եմ, որ այդ գրառումը, որ ինչ որ արվել է, դա իրականությանը կարա համապատասխանի։ Կարա համապատասխանի իրականությանը։ Ես խոսում եմ մի բանի մասին, որ դու մարդկանց անձնական կյանքը ամբողջ աշխարհի առաջ եկեղեցուն ես կամ ամբողջ աշխարհի առաջ փորձում ես խայտարակել մեր եկեղեցու սպասավորներին կամ մեր եկեղեցական կյանքը։ Բայց քանզի դու Հայաստանի Հանրապետության լինելով վարչապետը, դու պետք է հագարակ, դու պետք է կանխես, որպեսզի նման ոտնձգություններ չներ ներքին կանալներով առանց հանրայնացնելու, ներքին կանալներով խոսեիք իրար հետ։ Եթե դու տեսնում ես խնդիր ու դու քո առաքելությունը նրա մեջ էր, որ եկեղեցին իրական ճանապարհով գնա եւ մաքուր լինի, ուրեմն դու չպետք է հանրայնացնես քերագին, դոմպել եւ այլն։ Սա շատ կեղտոտ ճանապարհով, ես չէի կասկածում, որ դու դեն ճանապարհով կգնաս, դեղին ժուրնալիստի կյանք ապրած մարդը չի կարա առավելը լինի, դա իմ համար հստակ է։ Ու քո ընտանիքի քո երկրորդ կեսը նույնպես պահում է լրիվ քո նման ու դա շատ սխալ ճանապարհ է։ Ինչ մնում է քահանաների եւ սրբազանների եւ հայտարարությանը, ես իմ կարծիքն արդեն ասել եմ, իմ կարծիքով այդ հայտարարությունը շատ հավասարակշռված հայտարարություն էր, անկախ նրանից թե մենք էմոցիաներով ինչ էինք ցանկանում, ինչ էինք ուզում, իմ կարծիքով կարող էր ավելի կոշտ, բայց այդ կոշտի հետևանքները երկու տարբերակ կա, թողնում եմ ձեզ, երկու տարբերակից է դուք ընտրեք որն է կամ սրբազանները եւ վեհապարը իրոք այնքան մխրճված են ու գիտեն որ Նիկոլ Արսենք իրանց ասել է որ այս ունեմ ձեր վրա ու սա ապացուցվում է այդ դուք պետքա խելոք բան ես կոմենկոմ առաջի տարբերակը երկրորդ տարբերակը որին ես ավելի շատ հակված եմ մեր եկեղեցին ավելի սենց ասեմ ավելի երկար ճանապարհ անցնելով ավելի
հմուտ լինելով ամեն ինչի մեջ ինքը հասկանում է, որ յուրաքանչյուր բառ, որը կարա սրի իրադրությունը կարող է տանել անհետ, ոնց ասեմ, հետևանքները հետ չբերվող ճանապարհով, այսինքն մի հատ նոր մի քիչ առաջ նոր ես ասել եմ, մի հատ էլ կասեմ, մենք այսօր անցնում ենք մի ժամանակներում, որտեղ ոտքերով անցնում ենք, ասենք տանկներս բարուտ է դրած, բայց բոլորի ձեռքերում զաժիգալկա կա։ Լյուբոյ կայձը կարա այդ օդը հանի։ Իմ համար տարբերություն չկա։ Նիկոլի կողմնակիցներն են հայ իմ համար, որոնք մոլորված են 80%-ը, ես ոչ մեկի մատը չեմ ուզի, որ մի հատ փուշ մտնի, որովհետև ուշ թե շուտ իրանք դարձի գալու են, նորից գալու են մեր դաշտ։ Այն 20%-ի մասին խոսք չկա, դրանք պետքա զիբիլն են, մեր միջից ուղղակի մաքրվեն ու գնան ստերից։ Ասածս հետևյալն է, իրանց հայտարարությունը միգուցե իրանք ավելի լավ են հասկացել, թե ինչ են հայտարարել, բայց ես ասենք դուք գիտեք ես ոնց է ցանկանում որ լիներ, իմ ցանկությունը շատ փոքր է որ լիներ, կարող է եւ հետագայում դա լինի, իրանք հասկանան, որ ես իրականում ճիշտ էի ասում, որ պետք է իրենց անուններով կոչեն։ Հիմա երեք ես մեկ հարց բարձրացրեցի, իմ ընկերներն ասին, արս այսօր դա քննարկելու հարց չի, պետք չի քննարկել։ Քննարկման հարց եմ դնում այսօրվա մեր եթերի ժամանակ, ես ուսումնասիրելով ինչքան որ ես գիտեմ Աստծո խոսքը, Աստվածաշնչում ոչ մի ասենք բան չկա, արգելք չկա դրված, որ քահանաները յուրաքանչյուր աշճանի ընտանիքներ չունենան կամ երեխաներ չունենան։ Դա մարդիկ իրանք են հորինել, իրանց առաջ պրիգրադա դրել, իբր թե անցնեն այն կյանքը, որը Հիսուս Քրիստոսն է ասում, կուսակրոնություն է կոչվում, կույս մնալու հարցն է։ Հիմա ես ուզում եմ, որ այսօր մենք խոսենք իրար հետ ու հասկանանք մի բան, այո, եթե կա օրենք դուք եք ընդունել, դուք պարտավոր եք այդ օրենքը պահելու, եթե չեք պահել, դուք ձեր մեջ արդեն պետք է այդ հարցին լուծումներ տաք, ոչ թե Նիկոլ Փաշինյանը կողքից իր կեղտոտ խաղերով աշխարհի առաջ խայտարակ անի, դա մեկ, երկրորդը դուք Աստծո առաջ ոչ մի մեղավորություն չեք գործել, եթե դուք համարում եք, որ սենց ապրելակերպը ճիշտ է ու Աստծո դեմ բան չի արում, ուրեմն օրենքը փոխեք ու դարձրեք այնպես, ոնց որ դուք գտնում եք, որ Աստվածաշնչով համապատասխանում է։ Այդ հարցերի պատասխանը ստանալու համար ես մեր բոլորից լավ բարեկամին եմ հրավիրել այսօր, ով ավելի շատ մոտ է կանած այդ կանոններին եւ այլն, կփորձենք իր այդ մի փոքր զրույց ունենանք։ Հեսա մի վարքյան բարձրացնեմ, որովհետեւ մենք ավելի շատ մոտիկից հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում։ Հեսա Ռոբերտ ջան, մի վարքյան ես քեզ Սենց խոսես փակով, հա? Հա, երևի եթե չի բացում, Արսեն ջան, բարի երեկո։ Քոնը բացվում է, ո՞նց չի բացվում։ Չէ, երբեք չի եղել որ բացվի, այսքան ժամանակ։ Ինչ պիտի անեի։ Չէ, ոչ չի եղել։ Նա save եմ անում, չէ, մի րոպե։ Այստեղ կա կամերա, ես միացրեցի, չգիտեմ, կպավ։ Всё, կապելա։ Всё, բան շանակ։ Ձեր չտաս, հեսա մի րոպե ես քեզ մեծացնեմ, ախպեր։ Так, մի վարքյան։ Չէ, սենց է չեղավ, հեսա մի րոպե։ Ոնց է սանդերը փոխում, հա։ Այն որ սենց կեսից, հա։ Հեսա մի վարքյան, հեսա փոխում եմ։ Ոյ, Աստված իմ, չգիտեմ։ Խիքցեց սենց էդ կա, որ ես ժողովուրդ չեմ հասկանում ես։ Էսի ոնց եմ փակում, ժողովուրդ։ Հակոբ ջան, ոնց են փակում այս Չեմ հասկանում էսի ոնց են փակում։ Լավ, արեք մեկ խոսակցությունը սկսենք, ես ընթացքում կփորձեմ ինչ-որ ձև փոխեմ, հա, էսի։ Մեծացնեմ ավելի քեզ։ Նախ առաջինը բարի երեկո, Ռոբերտ ջան։ Բարի երեկո։ Շուտվանից է որ դու մեր հյուրը չես եղել։ Գիտեմ ինչ պատճառներով, հիմա դու ապրավդված ես ելնելու մեր ժողովրդի առաջ, թե ինչի չկա, այլ ախպեր ջան։ Չեմ ուզում արտարանալ, դե հիմա տենց է ստացվել։ Ներող կժնեք իհարկե։ Ռոբերտ ջան, այսօրվա մեր թեման ուղիղ կապված է քո ապրելավոճի ու քո անցած ճանապարհի հետ նույնպես։ Դու հետևում ես ինչա կատարվում այսօր պետություն, իշխանություն եւ եկեղեցի հարաբերությունների մեջ։ Այլ նախքան իմ հարցներին անցնելով դու ինչ զգացողություն ունես, ինչա կատարվում։
Դե գիտես առաջին զգացողությունը ֆիզիոլոգիական է, մի քիչ սրտախառնոց կա, բայց դա մի կողմ դրած փորձում եմ հասկանալ թե նպատակները ինչ են, որովհետև այն ինչ որ արվել է, դա էլ քաղաքականության հետ կարած կապես, էլ չգիտեմ կատարվող մեր շուրջը կատարվող, ասենք կոնկրետ են որ ասեցիր Ադրբեջանից հնչումա, ստեղ կրկնում են, ահա, խնդրեմ, ոնց որ թե լավ է հիմա, եւ ուրեմն ինչ ասես կարա լինի, ես շատ ցավում եմ որ էս եղել է, որովհետեւ բաներ կան, հա, կան արժեքներ, որոնց կպնելը եթե կպնում ես, ուրեմն պետք է կպնես անենց, ոնց որ մեջի մարդ, որը սրտացավ է։ Տես արտահայտությունը արվել է։ Հիմա այդ արտահայտությունը ես որ տեսնում եմ ոնց է արվել, հա, այդ Չուլան անվանումը։ Ուրեմն եթե մարդը սրտացավ է, ինքը ուրիշ բառեր է օգտագործում։ Ես այստեղ տեսնում եմ, չգիտեմ, ատելություն ասեմ, թե մակարդակի խնդիր ասեմ, թե չգիտեմ, այդ որ ասում էիր դեղին մամուլի մասնագետը ինչ պետք է լինի, որ, բայց ես ավելի խորը բան եմ տեսնում, այստեղ ատելություն կա։ Ատելություն, որը քանդում է ամեն ինչ։ Ցանկացած տեղ քաղաքականություն կլինի, մարդկանց հարաբերություն կլինի, ինչ ուզում է լինի, ատելությունը բաժանում է, քանդում է, փչացնում է։ Քրիստոս երբ որ ասում է իրար սիրեք, ինքը ցույց է տալիս հիմքը, ինչի վրա ամեն ինչ կառուցվում է։ Ատելությունը այդ ամեն ինչ կառուցելու քանդող գործողությունն է։ Ատելությունը լրիվ դրա հակառակն է։ Եվ ես այս բառերի մեջ լիքը ատելություն եմ տեսնում։ Եթե դու ասում ես ես սրտացավ մարդ եմ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հարցին այտենց չեն մոտենում ախր։ Կարելի էր ասել այ եկեղեցի եւ նրա ղեկավարներ սենց եկեղեցիներ կան սարերում դաշտերում որոնք որ լավ վիճակում չեն ես ինչով կարամ օգտակար լինեմ դրանք ինչ որ մի կերպ վերականգնելու կամ չգիտեմ աշխատանքներ անելու մաքրելու կազմակերպեն գնանք մաքրենք որովհետեւ ինչ որ խնդիրներ կան հա ես կարծում եմ որ այդպես էր պետք մոտենալ եթե քո սիրտը ցավում է Հակառակ դեպքում եկեք չխոսենք սրտացավությունից եւ այն անվանումներից, թե իբր ես առաքելական եկեղեցու, չգիտեմ, մարդ եմ ու ուզում եմ որ այդպես լավ լինի։ Այդպես չի լինում։ Սա այդ արտահայտության մասով։ Ինչ վերաբերում է կուսակրոններին, այո, կուսակրոնությունը ընդհանրապես արհեստական մի քիչ ստեղծված մարդու կողմից ստեղծված բան է, դա է գալիս է կաթոլիկ եկեղեցուց Երբ որ պարթևները վերջացան, հա, այսինքն վերջին Սահակ պարթևներ կարծեն, որ արու զավակ չուներ, իսկ ասեն, որ այն ժամանակ գահը, կաթողիկոսական գահը փոխանցվում էր ժառանգաբար, ոնց որ թագավորական գահն էր փոխանցվում ժառանգաբար, հա, եւ ուրեմն քանի որ չկար կներես մեր մոտն է, հա, դենց եղել։ Մինչեւ Սահակ պարթևը, մինչեւ երբ որ արդեն կաթողիկոսը զավակ որդի արու զավակ չուներ որը փոխարիներ իրեն գահի վրա։ Գահը փոխանցվել է կաթողիկոսական ժառանգաբար։ Նա ունեցել է երեխաներ։ Այո, բա այդպես է եղել։ Դրանից հետո երբ որ ստացվեց, որ կաթողիկոսական պաշտոնը պիտի լինի ընտրովի, որոշեցին ընդօրինակել կաթոլիկ եկեղեցուն եւ կուսակրոնություն մտցնել, ինչու որ եկեղեցական ինչքը ինչ որ ունի եկեղեցին չդառնա ինչ որ մեկի սեփականությունը այլ լինի ընդհանուր սեփականություն կաթողիկոսը լինի նշանակված որը պիտի դա տիրապետի հա տնորինի բայց ոչ ասենք չէ տնորինի բայց ոչ տիրապետի այսինքն չի կարա վաճառի ինչ որ բան ինչ որ իր իշխանության տակ է իր ուզելով անի ինչ ուզում է այսինքն դա այստեղ արդեն ինստիտուտ է փոխվում հա գալիս է այն ինստիտուտը որը պիտի ժողովը ասենք որ պիտի որոշում կայացնի ինչ անել եկեղեցական այսինչ ասենք հողի հետ կամ շենքի հետ կամ չգիտեմ, այսինքն այն տարածքն չէ որ կալվածքներ է ունեցել եկեղեցին, շատ մեծ կալվածքներ են ունեցել ժամանակին։ Հա? Եվ ուրեմն սա պիտի որպեսզի մարդը դա չհամարի իր սեփականությունը, կարծում եմ այդ ժամանակ, կարծում եմ չէ, փաստը դա է որ այդ ժամանակ եկավ կուսակրոնություն կոչվածը,
Եվ ստեղծվեց ձեռնադրյալ վանականների, այսպես ասած, ոնց որ մի Սա իմ անձնական կարծիքն է, պատմությանը հղում չեմ ուզում անել, որովհետև որ կարդան կարող է ուրիշ լրիվ ուրիշ հիմքեր հայտնաբերենք եւ ավելի ճիշտ լինի, քան իմ։ Սա ուղղակի իմ կարծիքն եմ հայտնում, որ այդ եպիսկոպոսած դասը այսօր որ կա, որ այսօր պարտադիր պայման է, որ մարդը լինի կուսակրոն, որպեսզի, ասենք, գնա կարիերնի ռոստ ունենա, այսպես ասեմ, կներեք ռուսերեն ալտերնատիվ։ Տեսեք, ամուսնացյալ քահանաները, եկեք բանակի հետ, եթե համեմատենք, ամուսնացյալ քահանաները դրանք են ենթասպաներն են, պրապորշիկ, որը մենակ ամբողջ կյանքում կարա լինի ենթասպան։ Եվ ուրեմն սպայական կազմը դա արդեն այսօրվա տեսանկյունից արդեն դա ուրեմն կուսակրոն քահանաներն են, հոգևորականներն են, որոնք աբեղայից մինչև եպիսկոպոս եւ կաթողիկոս կարող են ուրեմն ունենալ այդ բանը, աճը, այսպես ասենք։ Եվ ուրեմն նշանակված իրենք են ոնց որ ասած նշանակված եկեղեցին ղեկավարելու։ Ինչ վերաբերում է կուսակրոն բառին, ապա այո, ես մի պահ հակված էի կուզեի, որ այդպես լիներ, որ ասենք կույս բառը լիներ գրափարյան կողմ բառը, որ մարդը անցել է կրոնի կողմը, բայց փաստը նա է, որ կուսակրոնը հենց կույսի մասին է խոսքը, այսինքն սրբակենցաղ կյանքի մասին է խոսքը։ Մարդը հրաժարվում է ընտանիք ստեղծելուց, որովհետև ինքը ամուսնանում է, այսպես ասեմ, կրոնի հետ կամ եկեղեցու հետ, սենց ասեմ։ Չգիտեմ, կոպիտ եմ ասում երևի կամ ոչ ճիշտ, բայց մարդը անցել է կրոն։ Ֆիդայինը ամուսնանում էր իր զենքի հետ։ Ոնց որ ասենք Ֆիդայինը ամուսնանում էր իր զենքի հետ, սենց, այսպես ասեմ։ Լավ համեմատություն արեցիր։ Եվ ուրեմն այդպիսի մարդիկ փաստորեն իրենց կյանքը ամբողջ եկեղեցուն եւ եկեղեցու գործունեությանն էր վերաբերում։ Մարդիկ ծանրաբեռնված չէին ընտանեկան խնդիրներով, եւ որպես կանոն ուխտ էին անում չամուսնանալ, այսինքն օրինական չամուսնանալ, ոչ եկեղեցով, ոչ քաղաքացիական օրենսգրքով, բայց քանի որ նաեւ ենթադրվում էր սրբակենցաղ կյանք, դրա համար էլ հենց ուղղակի թարգմանությունն է, տեսեք, նա արհեստական ստեղծված բառը ցելիբատն է, էլի, այսպես լատիներեն ասենք ցելիբատն է կամ ոնց են ասում, չգիտեմ, հայերեն դա լինում է ոնց որ կույս, որը կրոնավոր, որը իրեն պիտի կույս պահի որպես այդպիսին, բայց կույսը այստեղ չափանիշը սրբակենցաղության, ոչ թե ֆիզիոլոգիայի, պետք է այդպես հասկանալ։ Շատ լավ, տես Ռոբերտ ջան, այստեղ մի հատ խնդիր կա, որ հակասական է, էլի, իմ մեջ է առաջացել հակասականություն, ես խոսում եմ իմ անունից, ոչ մեկի անունից չեմ խոսում, տղեկ ասում են ախպեր մի բարձրացրա, պետք չի, հիմի ժամանակը չի, ես ասում եմ ախպեր, դուք մի խառնվեք իմ մեջը խառն է, ես ուզում եմ իմանամ, հիմա ամբողջ Հայաստանի մեծ մասը սենց պատկերացում ունի, իմ հետ խոսալուց ասում են Արժան, բայց դե ինքը Աստծո դեմ է գնում, կաթողիկոսին նկատում են, ես ասում եմ ժողովուրդ, ցույց տվեք Աստվածաշնչում մի տեղ, որ Աստված ասում է, որ դու պետք է կույս մնաս, որպեսզի ինչ կարողանաս ճիշտ ծառայել։ Այո, դες ինչու եմ ասում իմ մեջ հագասական բաներ է։ Մի կողմից ինքը հասկանալով գնացել է այդ քայլին, այսինքն նույն ուխտն է տվել։ Մի կողմից էլ Աստված իրան չի արգելել, որ ինքը ունենալով ժառանգ լինի կաթողիկոս, օրինակ։ Հիմա ստեղ Նիկոլ Փաշինյանի լավ, ոճը ինքոմ դնենք, թե ինչ ոճով է ինքը դա ասել։ Միակողմանի չմտածելու համար ինքը իրավունք ուներ դենց բան բարձրաձայնելը, հիմա ես էլ ասում եմ ախպեր թողեք եկեղեցին ինքը իր սեփական ուժերով կամ հրաժարվում է այդ կարգից, օրինակ, ինչի ոչ, որտեղ Աստվածաշունչը չի պարտադրում։ Հիմա ով ասե, որ այդ օրենքը ընդունելուց Ռոբ ջան, այլևս այդ օրենքը պետք է հետ չլինի։ Այս դրա մասին է։ Կամ ուրեմն ինքնամակրվում է Ես չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես բան ասում, մանավանդ հիմի պնդում է, ասում է, ինձ պետք է որ արագ պատասխանեք, ինքը ունի զավակ թե ոչ։ Ինքը ուզում է հրաբարակի ինչ-որ բան։ Ինքը ուզում է խայդարականի եկեղեցին ու կաթողիկոսին ու իր պաշտպաններին։ Հիմի հարց, ինչ պիտի անի։ Իրականում ինքը մեղ գործում է Աստծո աշկերի առաջ, թե չի գործում կամ մեղ գործում է, եթե ինքը ուխտի գնացել է ու դրժում է իր ուխտը, այ ես այդ եմ ուզում հասկանալ, խնդրեմ։ Ուրեմն մարդու հորինած կարգ ու կանոն է դա, մարդն է հորինել։
Հիմա այստեղ խնդիրը որտեղ է, որ եթե դու անձամբ ինքդ դու համաձայնվել ես գնալ այդ կանոնին, այդ օրենքին հետևելու, որովհետև դա քեզ թույլ է տալիս դառնալ հասնել մինչև կաթողիկոսական աթոռ, հա, որովհետև մեր եկեղեցում ասենք այդպես է հիմա, էլի, ասենք մենք հիմիկվա մասին ենք խոսում, որ եթե դու ուզում ես դառնալ աբեղա, վարդապետ եւ եպիսկոպոս եւ կաթողիկոս, ուրեմն պիտի այդ ուխտը ուխտես։ Մյուս կողմից էլ, այո, դա տեխնիկական հարց է կարծում եմ։ Աստուծո հետ կապել են, որ ինքը չի պահել իր բանը, հա, իր ուխտը չի պահել, ինքը ընդհանրեն օրենք է խախտել, եթե այդպես, որտեվ ես խոսում եմ եթեներով ենք առաջնորդում իհարկե, որովհետև կներեք ոչ մեկս ոչ մի բանի վրա վստահ չենք կարա լինենք եւ պետք էլ չի որ լինենք իրականում։ Այսինքն նպատակ չէ, կոնկրետ իմ համար, ասենք նպատակ չէ հարցը բարձել։ Ինձ դա հետաքրքիր չի։ Ինձ որ հարցնեն իմ կարծիքը անձնական կլիներ այսպես, որ ցանկացած կուսակրոն ավելի լավ է սուսուփուս ունենար մի ընկերուհի, որի մասին ոչ մեկ չպետք է իմանար, անգամ երեխաներ ունեն, ինչու չունենային, որ ասենք խելոք մարդիկ են, խելացի մարդիկ են։ Սա իմ կարծիքն է, կներեք, հանկարծ չասեք, որ եկեղեցին կարծիքը չէ, սա այս աստվածաշնչի կարծիքն է։ Հա, հիմա չէ, դե ես ասենք իմ անունից եմ խոսում, եւ ուրեմն ավելի լավ էր իրենք այտենց թեկուզ եւ գաղտնի ձևով ունենային, զավակ ունենային, չգիտեմ, իրենք քան թե իրենց գործը թողած աչքները դուրսը լիներ, հա, որտեղ շատ կներեք գայթակղիչ է շրջապատը, իրանք վանքում չեն ապրում, իրանք սարերի մեջ չեն ապրում, իրանք բան չեն, հա, ճգնավորներ չեն, որ քարերից բացի ուրիշ բան չեն տեսնում, սարերի ծերպերում ասենք, հա, եւ ուրեմն կարծում եմ, որ իմ կարծիքն է, որ ավելի լավ էր այդպես, քան թե գայթակղվեին։ Այդ օրենքը չլներ, իրանք ապրեին Կամ էլ ասել, ոնց որ դու ես ասում, եկեք այդ օրենքը փոխենք եւ բոլոր հոգեվորականները թող ամուսնացած լինեն եւ շատ ավելի հնարավորություն կլինի, որ արժանավորները դառնան, ասենք, չգիտեմ, կապ չունի, այլ իր գիտությամբ առաջ գնացող հոգեվորականը թող լինի, ասենք, թե մի առաջնորդ թող հասնի կաթողիկոսական աթոռի, ինչ է եղել, որ լավ չէր, որ այդպես լիներ, ինչն է խնդիրը։ Ուղղակի ես այսօր կարծում եմ, որ այսօրվա դրությամբ դա անհնար է ուղղակի, այսինքն նենց է հաստատվել 1000 տարի էլի, հա, այդ վանական կամ այսպես ասենք կուսակրոնական խնդիրը նենց է մխրճված, որ դրա հարցը մի րոպեում մի օրենք փոխելով չես կարա լուծես։ Շատ լավ, հարգելի Ռոբ, մի տես, մենք ունենք լավ, խոսեցինք կուսակրոնության, կաթողիկոսության, հետո հետ կվերադառնանք, թե ինչ հայտարարություն իրանք արեցին, ըստ ինչ է նշանակում այդ հայտարարության բովանդակությունը, բայց կարդացեր, ես նոր լսեցի, որ ինչ-որ հայտարարություն է եղել։ Լավ, օքեյ, Նիկոլ Փաշինյան, երկրի ղեկավար, վարչապետ, ինստիտուտ կրող անձնավորություն, պատասխանատու ամեն իր բառի համար պետք է ինքը պատասխանատվություն կրի, թե կրթական մոմենտով, որ երիտասարդությունը կամ ժողովուրդը իր դեմքին են նայում որպես առաջնորդ, դենդրել են ունի, ուզենք չուզենք ինքն է, ու իր բառապաշարը իր բանը։ Իր այդ արտահայտություններից հետո ամբողջ մեր թշնամական լրատվական դաշտը ադրբեջանական եւ ադրբեջանի սատարող թուրքական եւ այլն ծաղրում են ամբողջ մի հայ ազգի եւ իր եկեղեցուն հազարամյակների պատմություն ունենալու։ Այ իր պատասխանատվությունը եկեղեցական կանոններով։ Ես ուզում եմ հասկանամ նախ առաջինը ինչ մարտիկ են եղել, որ բանադրվել են, այսինքն նզովյալ են ճանաչվել եկեղեցու կողմից եւ ինչու Նիկոլ Փաշինյանը չի ճանաչվում նզովյալ։ Միգուցե ես սխալ եմ, միգուցե ես ինչ որ կարմիր գծեր չի անցել Նիկոլ Փաշինյան, այդ դեռ պիտի անցնի ու ինչ կարմիր գծեր պիտի անցնի։ Այս հետ եմ ուզում հասկանալ։ Ուրեմն այդ բանադրության հարցը շատ նախ դժվար, երկրորդ շատ նուրբ հարց է եւ մեջը լիքը քաղաքական բան է պարունակում, այսպես մոտեցում է պարունակում, որ ես կարծում եմ, որ շատ խոհեմ են վերաբերվում այսօր, չեն անում դա ինչու, որովհետև դա կարա բերի պառակտման հենց ազգի մեջ։ Ես այն որ իրենք չեն շտապում ինչ-որ բան ասելու, ես տեղ չեմ տեսնում ինչ-որ
անտարբերություն, այլ հակառակը տեսնում եմ խելամիտ մոտեցում, որ հետևանքներ կան։ Ես ասեմ ուրիշ իմ կարծիքը ասեմ, որ բանադրելու պատճառ Նիկոլ Փաշինյանը հազար ներողություն շատ ավելի շուտ ուներ, քան թե այս արտահայտությունն անելու ժամանակ, որտեղ ինքը բաներ արել երկրի նկատմամբ, որի այսինքն կոնկրետ այնց պատերազմի տանուլ տալը, կոնկրետ այսքան երեխեքին զոհաբերելը, կոնկրետ երկրի հողային տարածքները հանձնելը, այսքան կներեք մեյմունություն անելը, սրանք երկրի համար արված է, որ պետքա շատ ավելի մեծ պատճառներ կար բանադրելու։ Շատ ավելի մեծ պատճառներ։ Եվ ուրեմն այսօր բանադրել ինչի համար, որ կպելա ընդամենը Չուլանը անվանել, կներեք այսօր կարա դա ավելի հակառակ էֆեկտ ունենա, քան թե պիտի լիներ։ Ես այդպես եմ կարծում եւ կարծում եմ, որ դրա ուշացումը կամ պատասխանի ուշացումը կամ ինչ որ հայտարարություն ա եղել, ես դեռ չեմ կարդացել, այն որ չի եղել այտենց կտրուկ շարժում, հա, կտրուկ մոտեցում, կարծում եմ, որ դեռ պետք չի այդ կտրուկ բաներն անել, որտեվ ի վերջո, եկեք sense մի հատ պատկերացնենք, վարչապետի արածը, այդ խոսքը, որ ուղղվել է Սրբազանին նաև, ես դա դիտարկում եմ որպես խուլիգանություն։ Խուլիգանություն է։ Տեսեք, խուլիգանություն ես մի քիչ համաձայն չեմ։ Հա, դա քո գործն է։ Ես արխացի ես սկզբում աչքերից չհավատացի, որ եթե քարը վերցնես, ինչ որ մի հատ շուշա ջարդես։ Ստե ինքը բանը մեր մակարդակը կներես, ես չեմ ասում իր արածը խուլիգանում է Չուլան։ Դրանից հետո իր կինը, ասենք ճագերտավոր կինը հայտարարություն անում, որ ասում է պղծությունները այդ Չուլաններում են եղել, դրա համար են վախենում Չուլանացումից։ Այսինքն իրանք ամեն ինչով խոսքով բան են արել, պղծել են այնտեղը, որտեղ մարդիկ իրանց էությունն է, իրանց սրտի ավելցուկից է իրանց խոսքը գալիս։ Դա ուրեմն դուք ոչ այդ քահանաները ոչ մի բանով չեն տարբերում իշխանություններին, ասեմ ինչու, որտեղ կա յուրայիններ, կա ոչ յուրայիններ։ Դա օրենք է, այդ բանադրությունը, որ ինչ դեպքում կա, չէ, ինչ դեպքերում պետք է դա իրանք պիտի լավ իմանան։ Եթե պիտի մենք մտածենք Նիկոլին այս դեպքում չանենք, բայց Արսենը երկու բառ հանգած եկեղեցու դեմ ասի, Արսենի միանգամից չակեք, ասեք Նզովյալը լես դու Արսեն ջան, դա ո՞րն է դրա եկեղեցական ճիշտը։ Քաղաքականություն ասար։ Այսինքն ասեմ, ուրեմն այդ բանադրելու հարցը դա այնքան նեղ մասնագիտական է, հա, ես կարող է չիմանամ, իմ կարծիքով բանադրություն շուտ պիտի լիներ ավելի, բանադրանք, եւ լիներ այն դեպքում, երբ որ երգիր ենք կորցնում, երբ որ զավակներ ենք կորցնում, երբ որ ապիկար կառավարում է գնում, հա, երբ որ փաստացի երգիրը դավաճանական շեմին է կանգնած, հա, չգիտեմ բանի, հա, այդ կորցանման շեմին, կարծում եմ շատ ավելի մեծ պատճառներ կան բանադրելու։ Չէ, ես հիմի թվարկելու եմ, Ռոբ ջան։ Թվարկի։ Առաջին Արցախի կորուստ։ Բա, ինչի մասին է խոսքը։ Երկրորդ, տեսեք ինչ եմ ասում։ Ես քվարգեմ, դու ասա։ Երկրորդը դա ցեղասպան, ես ըստ հերթականությամբ եմ ասում, որովհետեւ մարդիկ բոլորը հիմա լսեն, հասկանան ինչու ասեմ։ Ցեղասպանության ժխտման պապիտ կա, ասենց ասեմ։ Այո։ Ցեղասպանության խեղաթուրում եւ միաժամանակ մեր հերոսներին ֆաշիստներ անվանել, ասեմ ավելին, Կոստանյան ազգանունով անձնավորությունը, որը փոխարտգործնախարարը, այսօր ինչ-որ մի հատ համագումարի ժամանակ անվանել է Գարեգին Նժդեի ֆաշիստական գաղափարախոսություն տարածող։ Դա ԿՊ-ի կարկառուն քյորպեկից է, ասենց ասել։ Երրորդը մեր պատմական հայրենիքից հրաժարումը, Արարատ լեռի հայկական լինելուց հրաժարումը։ Չորրորդը բանակի ոչ սրբացումը, այսինքն զինվորականների կամ նահատակվածների ոչ բանը, այսինքն հիշում եք, որ իրանք նկարները հանել էին տալիս։ Այո, ասում են բանակը 12000 դիզիրտիր է, ամեն կերպ ժողովրդի աչքի առաջ բանակի արժեքի նսեմացում։ Սահմանների հանձնումը, քո երկրի մեջ թշնամուն հանդուրժելը,
ամենտեղ նվաստացված վիճակով հանդես գալը տշնամու մատով կանչելուն։ Ես չգիտեմ, եկեղեցում նմանատիպ արտահայտությունները ոչ առաջին անգամ անել է։ Եթե այսքան բանը կարմիր գիծ չի, այն դեպքում, երբ որ հենց հայտարարության մեջ անվանում են, որ սա ադրբեջանական թելի եւ ադրբեջանական ազդեցության տակ է կատարվում։ Եթե դու գիտես, որ թշնամին այստեղ իր միջոցով գործում է, ամեն ինչ այս մարդը տանում է մեզ կործանման, բայց բանադրումը ջեբը դրած, ինչ ես անում, կատողիկոս։ Դե դա եմ ասում, Արսեն ջան, որ ավելի շուտ կար պատճառներ բանադրելու։ Բանադրելու պատճառներ կար, այլ ինչ որ ասում ես, դա եմ ասում, ես էլ եմ դա ասում։ Կար պատճառներ, պարտադիր չէր, որ հասներ եկեղեցին չուլանանվաներ նոր բանադրեին։ Բանադրության համար հիմքեր, պատճառներ շուտվանից կար արդեն։ Իսկ ինչի չեն անում կամ իրանք գիտեն, կամ էլ իրանք միգուցե ես ով եմ որ ասեմ իրանք փոխարեն ինչ բան որոշեմ։ Իրանք շատ ավելի լավ գիտեն այդ օրենքները, իրանք ունեն օրենքի մասնագետներ, իրանք ունեն մարդիկ, կարդացած մարդիկ, տարիներով սովորած աստվածաբաններ ունեն, եկեղեցու պատմության լիքը մասնագետներ ունեն, որոնք ամբողջ պատմությունը են հայրերից սկսած գիտեն, ասենք, գիտեն որ դեպքում են անում այդ բանադրությունը։ Ես ինչ իմանամ, Արսեն ջան, ով է որոշում։ Մենք իրար հետ շատ թեժ բանավեճ ենք ունեցել Բագրատի մասնակցությունը այդ միտինգներին, հիշում ես երևի թե, որ ես անձամբ ասում էի, որ եկեղեցին իրավունք չունի կամ եկեղեցականը իրավունք չունի նմանաձև մասնակցել քաղաքական գործընթացներին, ինքը կարա կոչ անի, ինքը կարա առաջնորդի ինչ-որ գլոբալ ոչ թե քաղաքական բաներին, այլ ասենք օրինակ կոչ անի, այս ինչ տեղը հելեք ինքնապաշտպանվեք։ Ոնց որ արեց Սարդարապետի ժամանակ։ Ինքը ոչ ասեց գնացեք Երևանի, Արամ Մանուկյանին դրեք գանգից արեք։ Չի ասել։ Ինքը ասել է ես այդտեղ պաշտպանելու եմ, թող հայորդիները մտածեն, իրանք թուրք կդան, իրաց կատողիկոսին մորտեն այդտեղ թուրքերը, թե ոչ։ Այսինքն ես դրանք կողմնակից եմ, բայց որ առաջինը կարմիր գծերն անցավ Բագրատը, Սերբազանը ասենց ասած, ու գնաց այն դաշտը, որտեղ ինքը իրավունք չունի, ինքը իրավունք ուներ հաներ հակի չորերը, խաչը հանել մի կողմ դներ, ասել ես այսօրվանից Սերբազան չեմ, ես քաղաքական գործիչ եմ, գալիս ու կապեր ու գնար առաջ, բայց ինքը խախտեց այդ կանոնը, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է դուք խախտում եք, ես չխախտեմ։ Այս մի կողմից ես օրինակ ոչ թե իրան արտարացնում եմ, այլ ես մի կողմից տեսնում եմ, որ հաստն ես արձանագրում։ Հաստա, եթե դուք գնացել եք այդ քայլին, ուրեմն չգիտեմ, կամ մինչև էս շեշտայիք, խախտում անելով օրենքը, կամ չգիտեմ, ես մի հատ բացատրել, ինչ ես դու մտածում։ Դες, եթե օբյեկտիվ լինենք, 18 թվի այն շարժումը, որ սկսեց նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, որ սկսվեց, ինչ որտեղ կարելի էր հասկանալ այն հոգևորականներին, որոնք այդ շարժումի մեջ էին, հա, որովհետև մարդիկ խնդիր ունեն, բողոք ունեն, հարցեր ունեն, հա, եւ ուզում են, որ այդ հարցերը լուծվի։ Հիմա ես ասեմ, որ լավ չի այդ հարցերը, տես չի։ Այդ հարցերը եթե կան, հարցը պիտի լուծվի, բայց ճանապարհի մասին է խոսքը։ Այն ժամանակ, որ այդպես դուրս գալ եկեղեցու դեմ, դա ճիշտ ճանապարհ չէր, փողոցով չեն անում այդ բանը։ Կա ճիշտ ճանապարհ հարցը լուծելու։ Հիմա նույնն էլ էս կողմից փողոց ելնելով, հա, ու այդ ձևի հարցը չի լուծվում։ Եվ այդ ստացվեց մի բան, որ արժեքավոր մի բան, ոնց որ գցեցինք կետնին։ Երբ որ հելանք այդպես ես այն ժամանակ էլ ասեցի, որ ասեմ գրել է մի հատ բան, ինչու Բագրատը Սերբազանը հայ չի, ինքը հայ է, ժողովուրդ ջան։ Հենց չի որ մենք ասում ենք լավ անձնավորություն է։ Ճանաչում եմ ինքը որպես մարդ հրաշալի մարդ է, ես իրան ճանաչում եմ։ Դրա մասին չենք խոսում, ինքը շատ լավ հայ է, շատ լավ հայասեր է, Հայաստանն էլ բեսամ սիրում է, բայց ինքը Ես խոսում եմ մեթոդի մասին։ Մեթոդը, ախր մեթոդը ճիշտ չէր ընտրված։ Այն որ Բագրատ Սրբազանը կարգին տղա ես իրան ճանաչում եմ, այն որ ինքը իրապես սրտացավ է, այն որ իրապես ինքը կրթված մարդ է, հա, այդպես։ Բայց մեթոդը, որը ընտրվել է, միգուցե դա ճիշտ չէր։ Ոնց որ այն 18 թվի մեթոդը ճիշտ չէր, հենց էլ հիմիկվա մեթոդը ճիշտ չի։ Այսինքն, սենց բայց նաև ասել, որ եկեղեցին Գիտեք, ես մի քիչ համաձայն չեմ այդ մտքերը, թե եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։
Բա հարյուրավոր տարիներ էս ազգինով է պահել։ Չէ։ Խառնվելու ձև կա։ Տես օրինակ եմ ասում, նայ։ Մի հատ օրինակ բերեմ։ Օրի իմ աշկիս առաջ ա եղել։ Գյումրի ընտրությունների ժամանակ ընդեղ ան Սրբազանը, Աջապալյանը, ով գալիս էր իր մոտ, ինքը բոլորին չօրհնեց։ Ինքը օրհնեց նրանց, ում որ ինքը ուզում էր որ հաղթեին։ Պրյամո իր աջակցությունը տվեց։ Ինքը խառնվեց քաղաքականության, բայց ինչ ձևով խառնվեց։ Իր ավտարից հետո միացավ այդ մարդկանց։ Ասեց ես օրհնում եմ ձեր շարժումը, Օրենասել կողմնապահություն արեց։ Չէ, ես չեմ ասում քաղաքականությունով, բայց այդ ձևի ոնց որ ինքը հելավ ասեց ուզում եմ վարչապետ դառնամ, այդենց ինքը իրավունք չունի։ Կամ Սրբազանալ ես կամ վարչապետ։ Այո։ Հիմա այս խնդիրը որն է։ Լիքը պետություններ եկեղեցին եղել է խորհրդատու հայր, բոլոր իշխանավորների համար, թագավորների համար։ Եկեղեցին թագավորներ է օծել։ Հիմա դե ասեք, որ եկեղեցին քաղաքականության մի, բա թագավոր է օծում։ Այդ նշանակում է թագավորը, որ համբուրել է աճը այդ հոգեվարականը եւ թագա դրե գլխին, ինքը քաղաքական գործիչ չէր, բա ինչ էր։ Բայց դեպքում եկեղեցին կա է, Ռոբ ջան։ Օրինակ, այստեղ է հագարակ կողմը կա։ Եկեղեցին է կարող է լրջանա, ինքան մեր փակվի իր մեջ է ու սկսի կոռուպցիաներով զբաղվել ու իրան ճիշտ չպայել, որ մենք չենք կարող խառնվենք։ Հա, բայց բաժանիր որ տիրեսն է, էլի։ Ես չեմ ասում թե մեր եկեղեցի սրբությունը, եկեղեցականները սրբեր են։ Մեր եկեղեցի սրբերը չէ, բայց մենք պետք է թույլ տանք իրանք առողջանան, մենք պետք է հորդորենք իրանք առողջանան իրանք։ Ոչ թե այս ձև։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Եվ ասեմ, որ ցանկացած եկեղեցական շատ ավելի տեղեկացված մարդ է։ Եվ ես ասեմ, որ շատ ավելի կարևոր կլիներ, շատ ավելի ճիշտ կլիներ, որ ցանկացած վարչապետի կամ նախագահի խորհրդականը լիներ հոգևորական։ Որովհետև հոգևորականը կբացատրեր ճիշտ հիմքերը որտեղ են, քո քաղաքականություն վարելու, այս ձևով գոնե կարար եկեղեցին լիներ իշխանության կողքին կամ իշխանության հետ համագործակցեր, ասենց ասել, առանց խառնվելու իշխանության, աշխարհական քաղաքականության մեջ։ Բայց ինքը կարար լիներ խորհրդատու հայրիկ որպես, ոնց որ մի տան մեջ մի հատ մեծ հայրիկ ունենաս, դու ամեն ինչ անես, բայց ասես դու իմ հետ գործ չունես, ես իմ ընտանիքն ունեմ, ինչ ուզում անում եմ, ու մի հատ էլ խորհուրդ չհարցնես քո հորից, թե էսի ոնց անեմ կամ էնի ոնց անեմ։ Սա դրան է նմանվում։ Ոնց որ ջահել երեխեն ամփորձ, հա, ասի հորը ասի, արի դու իմ գործերին մի խառնվի։ Դու առանձին ես, ես առանձին եմ։ Բայց եթե հայրը ասենք խորհուրդ է տալի, չի նշանակում որ ինքը խառնվում է որդու գործերի մեջ, բայց կարա խորհուրդ տա։ Եկեղեցին պետք է լինի այդ հայրը, որ չասեն ինչ իրավունք ունի եկեղեցին մտնի քաղաքականության մեջ։ Իրա մտնելու դուրն էլ կա, դուրս գալու դուրն էլ կա, հենց որ մի խառնեք ոչի բան, հա, կարելի ասել որ ուզենար եւ օգտակար ազգի համար նկատի ունեք, տեսեք օրինակ ես նկատի ունեմ հետևյալ բանը, եթե ինքը ինչ-որ մի բան է տեսնում է, որ սխալ է գնում, ինքը իրավունք չունի չխառնվելու, սենց կարա մեզ բացատրել։ Այսինքն, շատ դեպքերում ես որպես կապում եմ եկեղեցու զգոնության վրա։ Այսինքն, ես կարա շատ դեպքերում այդենց խորը իմաստ չնայեմ, ինչ-որ հարցերի հասկանալով, որ հետևից եկեղեցի կա, որ այդ ամեն ինչը տեսնի ու կանխի, բայց այսօրվա ասենք դրությունը ես չգիտեմ մի տեսակ sense հասկան վախվորած վիճակ եմ տեսնում ես։ Դե դա չեմ կարող ասեմ ինչից է, որովհետև կամ կարամ ասեմ, ուղղակի ճիշտ չի լինի հիմա այստեղ բարձրաձայնելը, որովհետև եթե դու վախենում ասում եմ մի շպրտի մեկի վրա քար Այն դեպքում, երբ որ քո տունը ուրիշի տան վրա մի շպրտի կար, այն դեպքում, երբ որ քո տունը ապակուց է։ Հա, եւ միգուցե ինչ-որ բաներ գիտեն, ես ինչ իմանամ եմ վերևներում իրանք իրանց մասին ինչ գիտեն։ Չէ՞։ Ամեն դեպքում ես իմ հայտարարությունը սարել եմ, ովքեր իրանք իրանց ամեն մարդ իր մեջ տող բաներ, յուրաքանչյուր դեպքում ինչ ուզում է հայտարարեն, ոնց ուզում անեն, ինչ կոնտեքստով ուզում ալնի, ինչ տեսանյութ ուզում է իրանք տարածեն, ես ոչ մի դեպքում եկեղեցում քաշ չեմ դառնալու ու չեմ ասելու այ ամոթ ձեզ, չէ։ Ես գտնում եմ, որ սա արդեն մեր պատվի հարցն է,
Այո։ Մենք պետք է ամբողջ աշխարհի առաջ կարող ես օրինակ մի հատ բան ասեմ, հələ թող մի հատ վրացի հետա մտնի Վրաստանի քահանաներից մեկին ծեծի կամ ինչ-որ առհամարական խոսք ասնի։ Սա ժողովուրդով քացուտակ կտանք, սատկստեն ու չեն դադվեր։ Եկեղեցին Վրաստանում պետության բանի տակ է, հա, հովանավորության տակ է։ Քահանաները այնտեղ ռոճիկ են ստանում պետությունից, քահանաները թոշակի են գնում պետության կողմից, քահանաները, չգիտեմ, այդ ռոճիկից նաև հարկ են վճարում, ինչ ա եղել, որ հետո թոշակառու դառնան։ Այսինքն այստեղ կա հստակ համագործակցություն քահանաների հետ Վրաստանում։ Մեզ մոտ ասում են մեր այդ գործ չունեք, ստացվում է որ ես եկեղեցի Նիկոլ Փաշինյանի, որ ինքը ասում է պետք է պետությունը ներգործություն ունենա կաթողիկոս ընտրության մեջ։ Եկեղեցում կատարվող Բա եթե համարում ես որ պետք է իրար հետ գործ չունենալ, ոնց էս բան։ Նախ ասեմ որ ժողով կա, աշխարհաժողով կա, որ ընտրում է կաթողիկոսի, որտեղ կան լիքը դեպուտատ աշխարհականներ, ինչի մասին է խոսքը։ Աշխարհական դեպուտատներ կան, երբ որ կաթողիկոս է ընտրվում։ Ոնց կա ամբողջ ազգն է ընտրում։ Ով ասում որ չկա այդ ինստիտուտը։ Ոչ են հավաքվում մի քանի հոգի ընտրում։ Մարդիկ ամեն չեմ գիտե ինչքան էր 500,000-ից մի հատ ազգի ամեն 500,000-ից մի հատ աշխարհական դեպուտատ կա։ Այսպես ասենք։ Ինչքան ենք մենք ազգովիով։ Գիտեմ, չգիտեմ 10 միլիոն 10 միլիոն ենք, դե եթե 10 միլիոն արդեն 30 տարի արդեն 20 հոգի դեպուտատ եղավ, էլի։ Աշխարհական գոնե մի 20 դեպուտատ եղավ արդեն։ Ստացվում է որ համայնքներն են ընտրում, ուրեմն աշխարհականներն են ընտրում, ասենք չէ որ իրանք իրանց այդ դեպուտատին ուղարկում են այսինչ բանով, հա, հանձնարարականով։ Գնում ես ուրեմն ընտրես այսինչ մարդուն, ասենք թե։ Շատ լավ։ Հենց չի որ աշխարհականները չեն մասնակցում ընտրության, դες բան չկա։ Մի հատ անշնորհակալ գործ ենք հիմա ես դու անելու։ Ենթադրությունների վրա ենք անելու խոսքը։ Քո կարծիքով Նիկոլ Փաշինյանը ինչքան հեռու կարա գնա։ Ես ոնց տեսնում եմ ընդ Արմիր Գծի։ Պրամո, ես կոմիկում չունեմ։ Արմիր Գծի ոչ չի գալի։ Ներպակալությունների շարք եթե հանգարց ոչ թե կուսակրոնության պահան է այդ այստեղ խոսքը, օրինակ ինչ որ մեկը կանի հայտարարի, որ ինչ որ մի հատ, ասենք, նգար վաճառվել է։ Որպես նախկին իրավաբան ասեմ, Արսեն ջան։ Ուրեմն եթե կարող են ինչ որ մի բան ապացուցել, չէ որ ինչի խոսքը եթե գնում է իհարկե քրեական պատասխանատվության մասին։ Բարոյական կողմը դա եկեղեցուն թողնենք հələ որ։ Քրեական պատասխանատվության մասին է խոսքը։ Եթե կարողանում են ապացուցել, որ ինչ որ քրեական բան է կատարվել, հա, ըստ քրեական օրենսգրքի ցանկացած մարդ պարտավոր է կանգնել դատարանի առաջ, պատասխանատվության առաջ։ Եթե կատարվել է քրեական հանցանք, եթե կա հանցակազմ քրեական։ Խնդիրը որտեղ է։ Այսքան ժամանակ այս մարդիկ չկարողացան այտենց էլ ապացուցել, թե ով ինչա թալանել ու չեն կարող բռնել։ Հիմա դուք ինչ եք ուզում ապացուցեք, ո՞նց եք ապացուցել։ Դե ապացուցեք, դատեք այդ մարդկանց, ինչի մասին է խոսքը։ Ես ուզում եմ, ես դա օրինակ ասեցի, ուզում եմ հասկանամ Նիկոլ Փաշինյանը։ Բռնել է։ Ինչքան կգնա առաջ, որ ես քանի իր գրառումները տեսնում եմ, ավելի մեղմացում եմ տեսնում գրառումների մեջ, ոչ թե թիրախավորման մեղմացում, այլ բառապաշարի։ Այսինքն ավելի ընկալելի է իր գրառումները, որ կարդում ես, ասենք կարաս ինչ որ բան հասկանաս, ոչ թե դոմբեր, դա խայտարակություն է դա։ Թարգմանած տեսա հույներեն, հունական մի հատ գազետայում ահավոր կոմենտներ էր տակը գրած, թե մենք չենք հավատում, որ հայ ազգի այսքան տխմարա, որ դրանից հետո հələ Փաշինյանը բանա, ասենք, վարչապետ է նստած, որ իրանց, ասենք, կաթողիկոսին այդպես բառերով կամ եկեղեցուն չուլան անվանելով, ախպեր, ես այդ կարդում էի ու իրոք, հիմի Ադրբեջանը, որ պատմություն չունի, անգամ մեկ գրքի պատմություն եկեղեցական մեկ կիսու չափ պատմություն չունի այդ գրքի, իրանց ժողովուրդը այսօր ծաղրում է մեր հավատքը, մեր եկեղեցուն ու մեր սպասավորներին ու դա արվում է Նիկոլ Փաշինյանի գրուպի ասած պատաճով։ Ներող։
Էսա մի քիչ էլ Երրոբ ջան, ես քեզ արդեն Աշակիչի թորս էր 16 տարեկանա դառը ինքն էլ հաջող էր։ Շնորհավորում ենք իրացած։ Հա։ Այսինքն իմ ասածս հետեւյալն է, էլի, ինչքանով սա զակաս չէ, ես զակաս եմ տեսնում սա։ Մենակ էտա զակաս, ինքան զակաս կա ցավատանը մեզ երկու վաճառի զակաս չկա։ Էլի, sense մի բանը վերջացնում։ Ես երկիրի արժեքային համակարգը վարի տալու զակաս չկա։ Այնքան զակազներ կան Արսեն ջան։ Այսօր ես մի հատ հետաքրքիր բան լսեցի ուրեմն ռադիոյով Մոնղոլիայի եմ ասեմ, Մոնղոլիայի վարչապետը հրաժարական ատվել, գիտես ինչի համար։ Որովհետև հայտարարել են, թերթում գրել են, որ իր տղեն, իր հարսնացուին, մի հատ Ադամանդե Մատանյա նվիր է, մի հատ ավտոյա նվիր է, ու մի հատ տունա նվիր է։ Ու ասում են, բա քեզ որտեղից այսքան փող, որ քո տղեն, սենց բան, Մոնղոլիայի վարչապետը հրաժարական ատել։ Հիմա դու ինչ ես գիշերով այդպես բան մեզ ասում կախի ուղերներս։ Արբի Մոնղոլիայի չապել չկանք այդ ծավալ, այսքան նամոտ ասում են ամոթ քեզ որ վարչապետ ես, միջև մի հատ բրիլյան չես տվել, մի հատ տուն չես տվել, մի հատ ավտո չես տվել։ Բա, ինչ ասեմ, ասել չեմ։ Ես ոնց քեդինը չեմ մտնեմ ասեմ։ Հիմի տես խնդիրը որտեղ է, որ այս մարդու ապը ջան ամեն ինչ էլ սпасելի է ցավոտ տանեմ։ Ես առիթ որ կարդացի, ես ճիշտ ասած սկզբում չէի հավատում աչքերից որ տես բա կարա գրածալ դի։ Չես կարող պատկերացնել, սա ախտու ջան, ոնց է լավ։ Պրոստը որպես հասարակ մարդ, էլի, հասարակ մարդ, այտենց ոնց կարար գրել, էլի ասեք։ Էլ չեմ ասում Ռոբ ջան, մի հատ բան տեղի ունեցավ Գյումրի Մարմարաշեն գյուղի վանքի։ Դեր փառենը իմ շատ հարազատ մարդն է իրար հետ ենք ձեռնադրում։ Հա, լավ է կարևոր իրար հետ եք եղել, բայց այդտեղ մի հատ խնդիր տեսա այդ անձնավորության հնչեցված մտքերից, անկախ նրանից թե ոնց են վերաբերվում գնելին Էդալկաշին, ինքը իմ համար վաբշե է, ասենց ծախվածի մեկն է, վաբշե դրան լսել չեմ կա, ինքը ասենց ֆաս են անում, ինքը թեռնում է ֆասով իմ համար։ Իրան կողքի դնենք, բայց այն արդայդությունը, որ այդ քահանան արեց, իմ մեջ մի քիչ sense տարօրինակ ջղաձգումներ եղավ, այսինքն ես եկա տրամադրվեի իր դեմ, երբ որ ինքը ասում է, այո, ես տեղանց իշխանն եմ։ Եկեղեցու, տարածքի ու եկեղեցու պատերի եւ այլն եւ այլն։ Այսինքն իշխանը Հիսուս Քրիստոսը չի արդեն։ Ոնց ասում ես, այո, ես մենք այսօր լավագի ներվերի ցելներով այնց արդայդությունը Ինձ թվում է այդպես, որտեվ ինքը շատ խելոք տղա է, ես իրան անձամբ շատ սիրում եմ, ճանաչում եմ։ Մարդուն հանել են, հերսերից հանել են։ Համար ունես իրա, հեռախոսի համար ունես։ Պատի որ, խի։ Նա հեռախոսի համարը գտի պայմանավորվի ինձ հետ, լավ, մենք կապի մեջ ելնենք։ Ես ուզում եմ գնամ մի հատ այդ հարցի շուրջ իր հետ զրուցեմ, որովհետեւ ինքը կամ հետքի է իր ասածը, կամ հիմնավորի։ Քանի որ այսօր Հայաստանում դա շատ մեծ տարածում ունի, թե ոնց ինքը ու իրոք էլի իմ մեջն էլ կա, էլի ոնց կարելի է քեզ իշխան ձևակերպել։ Իշխան բառը ստեղ այն հոգևոր, չգիտեմ ինչ, այն որ դու ասում ես միայն իշխանը աստվածաբան տեսնել, այդ տարբերակը չի եղել։ Այսօր մենք կներես մարդկանց ասում ենք կառավարության խմբին, ասում ենք իշխանավորներ, իշխանություն, հա։ Այդ չեղա որ իրանք դառան աստվածներ կամ իրանց մենք աստված ասում ենք։ Իշխանություն բառը իշխելու մասին է, այսինքն ինչ որ իրեն հանձնված տարածքի տիրապետման մասին է խոսքը, տնօրինման, ներողություն, տնօրինման մասին է խոսքը, ինքը որպես այդպեսին ընդեղի իշխանավորն է, այսպես ասենք, հա, եւ ուրեմն մարդը ասում է ես եմ ստեղ, հա, ես ես հայոց լեզվի ցավը տանեմ, որ պատասխանը կարելի է ոնց պետքա դες ֆրացնես։ Ես ուրիշ կոնտեքստով լսեցի, ես ուրիշ կոնտեքստ լավ կոնտեքստով լսեցի։ Վայ Արսեն ջան, ցավ տանեմ, դե Գյումրեցի տղա է, ինքը ասում է ես եմ ստեղի տերը, ախպեր ինչ ես ասում։ Ես մտնում ընդե, որ ես չեմ ուզում դու մտնես, ասենք թե, բա եկեղեցու սեփականությունը չի, ասում ենք ժողովրդին է, բա ժողովրդին կարելի է այդ վիճակին հասցնել, որ մի հատ էլ էտալ ասել կամ խմած մտնել ընդե, չգիտեմ ասել ես հիմնա, ես եմ մտնում ստե, դες բան չկա։ Դա կոնկրետ հիմնարկ է, կոնկրետ տարածք։ Մի հատ վաղը կամ մյուս օրը, վաղը չէ, երևի մյուս օրը մի հատ գնամ Մարմարաշեն, եթե
կապ հաստատես Իմ կողմից կբարևես Տեր Պարենին։ Չէ, մի հատ իր այդ կապ հաստատենք, տեսնենք ինքը մի քիչ ջղայձգումներից ազատվել է, որ չէ՞ տանք ավելի բանի մեջ գցենք, որտեղ շատ վատ վիճակի մեջ էր, ես իրականում այդ ռոլիկը տեսա արդեն գնել այնտեղ չկա, թե չէ որ գնայ գնելի գլուխը թարս կդնե իր վզի վրա, որ ինքը այդով դառա, որ այդենց իրան պայի, այսինքն սրանք այնքան են արդեն տվել անց շակալների նման, որ իրանց անպատժելիությունը այնքան շատ մեծ է։ Հիմի թե եթե տաներն են նստեցնել, թող տանեն նստեցնել։ Մի հատ մեկին լավ դաս տվեցվի դրա համար, որ օրինակ ծառայի բոլորին, որ չի կարելի, էլի կա կարմիր գծեր։ Ես իշքան ուզում եմ եկեղեցում սպասավորին ոչ օրինագելի ճանաչեմ, ոչ ասենք բարեպաշտ ճանաչեմ, կյանքում կարմիր գծեր չեմ անցնի։ Կյանքում, որտեղ ես գիտեմ, որ եթե Աստված իրան միջև մի թույլ է տալիս, որ ինքը այդտեղ լինի ու այդ կյանքով ապրի, ասենք դա Աստծո գործն է, Աստծո պատիժը թող ինքը ստանա Աստծոց, ինքը Աստծոն է սպասարում, գողանում է պահեստից, ոնց որ գրուբի ասեմ, շեֆին գծում է, թող շեֆն է պատասխան տա իրան։ Ես ով եմ որ մտնեմ այդ արանքը, բան անեմ, կամ ես այդ կյանքով չեմ ապրում, որ կարողանամ իրանց մի հատ էլ մատնացույց անեմ, բա որ իմ ստեկլյանի տունս եկան չարտելու ես ինչ անեմ, Ռոբ ջան։ Դրա համար է շատ հաստատում։ Արսեն ջան, իրապես շատ դժվար է լինել հոգևորական։ Շատ դժվար է հոգևորականի պատասխանատվությունը շատ մեծ է։ Գիտես, ես մի 5 տարի համարյա լոռիում եմ եղել Գուգարաս թեմում, այնտեղ նա ասենց խոսք լսեցի մի անգամ եւ դա ասում են լոռեցիները, որոնք այնքան էլ փողինձներ են, բայց այնքան էլ չեն փայլում հավատքով, այնքան էլ ասենք sense եկեղեցականացված չեն, պարզ մարդիկ են եւ ունես ես մի հատ խոսք։ Եվ որ հարցնում են ասում են, «Ես ինչ բանը կարաս անես»։ Ասում է, «Էդ էլ հո տերություն չի, որ չկարնամ անեմ»։ Ճիշտ է, լսել եմ դա։ Այսինքն քահանա լինելը ահավոր դժվար բան է։ Քահանան sense եզրով քայլող մարդ է, հասկանում ես, ինքը կարա բարկացած ժամանակ այնց բան ասի, որի համար երկրորդ վարքյանին ինքն էլ փոշմանի, որ ասել է, բայց մարդ է, չէ՞, ի վերջո կարելի է իրան էլ հասկանալ։ Բա ինչի՞ եք դուք այդ սքեմը, որ նրա հակին կա, լավ ինքը ասել քեզ, ասենք թե քո կողմից բանը չի ընդունված որպես բան, ասենք քո սրտի դուր եկած մարդը չի, բայց այն հակի սքեմը որ կա, այնի քեզ կարա մի քիչ զսպի, որ դու քեզ իր հետ խոսելուց բան անես, հա, մի քիչ կոռեկտ պահես։ Եվ հենց դա է ինձ անհանգստացնում, որ այդ ամենաթողության զգացողությունը, որ իրանք մի տեսակ հաճույքով հարցակվում են այդ սև շոր հակած մարդկանց վրա։ Այդ է ինձ անհանգստացնում, այդ հաճույքի պահը։ Անպատժելիությունը, ատելությունը, այդ ատելությունը, այո, դեպի եկեղեցի երևի որ այդ սքեմը ի վերջո իրապես այդ սքեմը հա բան ունի, հա, հարկ ունի, այսպես ասեմ, հա, ավտորիտետ ունի, էլի կներես այս բառից համար։ Ավտորիտետը հայերեն ոնց էր։ Մի հատ բան պատմեմ, իմ իրական կյանքից դու ինձ ասա, ավտորիտետը դա հեղինակությունն է։ Հա, всё, հեղինակություն ունի, այո։ Հա, Փառք Աստծո եկանք այն ժամանակներին ասանք, որ ես կարողանամ թարգմանել, որ ժամանակին ես ամեն բառն էի հարցնում ոնց է։ Մի Փառք Աստծո։ Ռոբ ջան, իմ կյանքում եղել է իրադրություն, երբ որ հուղարկավորության ժամանակ երբ որ հուղարկավորեցին հողը լցեցին վերեն, մարդիկ մոտենում էին բաժակներով օղի էին լցնում ու հենց քահանան ձեռքը օղին վերցրած հետները բան էր անում, sense խփում էր էլի, բանով։ Ես մոտեցա կողքի տարա քահանային, ասի կբացատրեք, ասենք, եթե դուք համարում եք, որ այս մարդը պատրաստվում է Աստծո հետ հանդիպմանը կամ իր որդին պատրաստվում է ճանապարհ անցնել, որպեսզի գնա երկինք, ասենք օղին լցնելու արարողության իմաստը ո՞րն է։ Բայց ես չկանոնա էլի դեռ ինքնա հաստատվելու համար օբշի մեջ դες բան ասեցի, կողքի տարա, հասկանալը որ կարող է միգուցե էլի մարդկանց կողմից հորինված ադատ կա, որին ես կուրսի չեմ։ Ինքը ասեց, գիտես ինչ կա, երդասարդ, դու շատ ճիշտ ես ասում, չկա դենց բան ու շատ սխալ բան է, բայց ասում եմ ժողովրդին դի կամաց սովորացնես կդրես, ասի, դե կամաց սովորացնելը այդ քո բաժակ գոնե չվերցնել է կարող լինի։ Երբ որ դու արդեն սկսում ես քեզանից, որ ասում ես դա ճիշտ չի, դրա համար ես չեմ անի, բայց դուք որ սովորեք արեք, բայց հասկացեք դա քրիստոնյա վայելը չի, կամ քրիստոնեության չի, լավ չի։
Այսինքն ես ինչի այդ օրինակը բերեցի, որ կան բաներ, որ եթե անգամ մեր կյանքում, օրինակ դու իմ կյանքում տեսնես ինչ-որ սխալ բան եմ անում, Ռոբ ջան, որպես սադացավ մարդ, դու չես կանի էֆիր բացես օրինակ, ասես Արսեն, սենց մի արա, էսի սխալ է, այլ կզանգես ինչ կասես Արսեն ջան, հարմար է, քեզ կողքեր մարդ չկա խանգարող, եղբայր, սենց բան եմ տեսել, ուզում եմ քո հետ կիսվեմ։ Ինչու համար ես դու սրտացավ մարդն անում, էլի ասեմ։ Հա, իմ ասածս հետևյալն է, եթե դու սրտացավ ես Նիկոլ Փաշինյան, ներքին կանալներով, չերես քո այդ բանագնացներով, խոսի, ասես բան եմ տեսնում։ Այդ քո ասած ճուլանացված վիճակը, ասած սենց իրոք համելասի, բայց ես ինչով կարամ։ Կամ տիրություն արեք, կամ թույլ տվեք պետությունը օգնի ձեզ։ Այո։ Ես դա համարեմ, որ դա, ասենք, Աստծո վայր։ Հետասավություն կա ուրեմն։ Այո, նույնն է, այդ նույն երեխայի ունենալ չունենալու հարցն է, կարելի է չբարձրաձայնել, բայց մտահոգությունը չերես քո կանալների հայտներ դու, որ սենց բան եմ իմացել, իրականությանը ինչքանով է համապատասխանում, եթե համապատասխանում է, ոնց է կարողանում դուք դրժեք այդ բանը, կռվեք տակից, բայց աշխարհի առաջ անելը, ռոբ։ Կամ էլ ասեք, լսել եմ սենց բան, կամ էլ ասել լսել եմ սենց բան, հա։ Ինձ ասել են, որ սենց բան կա, ես չեմ ուզում մտնեմ դրա մեջ, դա ճիշտ է թե չէ, բայց կլինի, որ ասենք որպես ասենք պատասխանատու մարդ երկրի համար կամ ազգի համար, ասենք այսպիսի քայլեր անես կամ չգիտեմ ինչ անես, ես էլ աշկ կփակեմ դրա վրա, մենակ թե ասենք բարգավաճի կամ ծաղկի երգիրը կամ եկեղեցին։ Կարելի է այդպես խոսել։ Հիմա խնդիրը որտեղ է, կա այդ նպատակը, թե չկա, էսա հարցը։ Ես երկու կողմից եմ հիմա խնդիր եմ տեսնում, Ռոբ ջան, այս խնդիրը չի կարա միակողմ անել, ոնց կարա միակողմ անել։ Դες օրինակ ինչու մասին է խոսքը, այսօրվա դրությամբ իմ կարծիքով եկեղեցին շատ փակված է, շատ փակ կառույց է, ավելի շատ նմանվում է սեկտաների, որտեղ սա ամեն ինչը անջատ ժողովուրդը չի իմանում ինչա մեջ է կատարվում։ Ու սենց շատ փակ է, հարուշ բալա։ Շատ փակ է, Ռոբ ջան, ու մարդկանց մոտ երբ որ փակ ալնում կառույցը, ինձ տալիս է առիթ, որպեսզի ես ենթադրությունների դաշտ եմ։ Այո։ Ես որ միշտ քանալերի հենց մանավանդ հիմա նոր մի քիչ առաջ Աջապալյանի մոդիկներից մեկել է խոսում, ասում է ինձ է հանդիպում է պետք դրած այդ մարդը։ Եթե ենթադրությունների դաշտ ընկանք, մեզ չգիտես ուր կտանեն։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը հենց ուզում է որ ես ընկնեմ ենթադրությունների դաշտ, ինձի տանի։ Այն սիրում են, չէ՞, օդից կախված լուրերի տարբերակն է, էլի։ Ապրես։ Հիմի դա չլինելու համար պետք է բաց լնես ու խոսես։ Եթե ունես սխալներ, պետք է առաջինս այդ սխալները։ Միգուցե հենց Նիկոլ Փաշինյանն Աստված օգտագործում է, ես այդպես եմ համարում։ Թեկուզ իր այդ պիղծ հալով օգտագործում է, որ այս հարցին լուծում տվեցվի։ Աստծո ճանապարհներն անքննելի են։ Այո, ինքը շատ դեպքերում Բաբելոնի թագավորին ոնց վերցավ Իսրայելը ջարդեց։ Որ բաց Չէ, ես ուզում եմ ասեմ, որ եկեղեցականներին եկեղեցուն ես միշտ կոչ եմ անում, որովհետեւ իրանք ավելի շատ բաց լինեն ժողովրդի առաջ։ Ժողովուրդը ուզում է կանգնի եկեղեցու թիկունքին, չնայած նրան, որ Աստված է Տեր եկեղեցուն եւ ոչ մի մարդ ազնվորություններ, ասենք ես ինչի որ գնամ դեղ փրկի եկեղեցին, բայց մեր միջոցով ինքը կարա փրկի եկեղեցին։ Խո ինքը չի իջեցնի հրեշտակներին, այսօր մի հատ բան ալեցեք, պատկազմի։ Էլի մարդկանց է ուղղորդելու, սրտերը փոխելու է, տանելու այնտեղ կանցնել, Ռոբ ջան, որովհետեւ մենք էլ ասենք, մեր գլխի վրայով է անցնելու Նիկոլ Փաշինյան։ Ես հենց հիմա հայտարարություն եմ անում, Նիկոլ Փաշինյան յուրաքանչյուր դեպքում, անկամ եթե կաթողիկոսը հրաժարական տա, եթե անգամ չտա հրաժարական, ինչ ուզում է լինի, ոնց ուզում է սցենարը գնա, ես անձամբ մակրման կողմնակից եմ, որովհետեւ եթե հանձ եք վերցրեք կուսակցության, ուրեմն դուք պետք է կուսակցություն ունենաք, եթե ոչ, ուրեմն փոխեք օրենքը։ Ես դրան համաձայն եմ, բայց դուք քո սրտի կաթողիկոսը չես ունենալու։ Մենակ իմ գլխի վրայից դուք ունենաս քո սրտի կաթողիկոսը։ Դու դրած։ Այո, կաթողիկոսը լինելու է մենակ նա, ում օծելու է Աստված։ Всё։ Ես այդքան եմ հասկանում, բրո։ Ես այդքան եմ ջորում։ Ես քեզ շնորհակալություն ասեմ, Ռոբ ջան։ Ասեն ջան, ապրես։ Համադրելու համար գիտեմ, որ քո թորի ծնունդն է 16 տարեկան, եւս մեկ անգամ շնորհակալ։ Այսա քեզի Բալիկ ջան, պրիվետ, ափսոս որ կողքս չես մի հատ լավ կոնֆետ կտայքես։ Էլ շուտում իննամսականը ինչ կապը։ Հա, всё։ Աստված օրհնի քեզ, Բալիկ։ Աստված օրհնի բոլորիդ, Արսեն ջան, եւ նայում
կորի, ցավը տանը, մեկ քո լավ խորհուրդների կարիքն է։ Չեմ կորի։ Ան, էլ չեմ կորի։ Շնորհակալություն, Ռոբ ջան։ Եթե հետագայում կցանկանաս այսօրվա եթերի շարունակությանը բարձրանաս, օբշի չաթում կարաս բարձրանաս։ Շատ լավ, Արսեն ջան, այնքան որ իմաց դուր, բան կլինի։ Okay, լավ։ Ժորժ ջան, բոլորս շնորհակալություն ենք ասում Ռոբին, իրականում շատ հավասարակշռված, համեստի մեջ պատասխաններ, իր կարծիքները իհարկե, որոշակի չափով նաև օրենքից իրանց ներքին օրենքներից հասկացող անձնավորություններ, քանի որ քահանաները մեր փակվել են իրանց մեջ ձիգ վառոտները փակել են, չեն ուզում շփվել մեր հետ, մենք մեր ընկերների միջոցով ենք այս ամեն ինչի բանը տալիս։ Հիմա կուզենամ ձեր կարծիքն իմանամ, ովքեր ուզում են թող բարձրանան, ձեր կարծիքն ասեք, բայց հնարավորինս կոռեկտության մեջ, որովհետեւ նորից եմ ասում, ոչ մի հրցիկ չարձակվի մեր կողմից։ Մենք բարութի վրայից ենք քայլում, ժողովուրդ ջան։ Ամեն ինչ որ մենք հնչեցնում ենք, պետքա լինի մենակ ոչ ադելության խոսք տարածելու կոնտեքստի մեջ։ Ադելության խոսք պետքա չլինի, զսպողական խոսք կարա լինի, կոչ կարա լինի եկեղեցում։ Դուք առաջին հենց հետևորդները մենք ենք, եթե մենք պետք է չանենք կոչ եկեղեցուն, որպես հավատացյալներ կամ փորձում ենք հավատացյալներ դառնալ, առաքելական եկեղեցու միջնորդությամբ, ուրեմն մենք կարանք հորդորենք կամ խնդրենք կամ ինչ-որ բան անենք։ Դրա համար ժողովուրդ ովքեր կցանկանան, կարաք բարձրանաք հիմա խոսեք։ Արգո Սեդա ջան, դու նորից ես գցե հայտը, քեզ չեմ բարձրացնի, որովհետև դու չգիտեմ, ուզում ես թե չես ուզում խոսես։ Բարև ձեզ։ Բարև Արս ջան։ Բարև։ Ոնց ես։ Տեսնում ես, եղբայր, ամենից ձեր աչքի առաջ, ամենից ձեր աչքի առաջ։ Արս ջան, ես մի բան եմ ուզում ասեի։ Իմ ծնողները 1604 թվականից իմ նախնիները ապրել են Պարսկաստանում մինչև 1946 թվականը։ Իրանք կարճել են այդ 13 հատ քարից, որ տարվել է Էշմիածնից, ու 25 սերունդ 16 սերունդ ապրել են Պարսկաստանում։ Ու ոչ մեր ընտանիքն էլ, ոչ մի ասենք այնց վատ բան մեր եկեղեցու հասցեին չունենք, բայց թե այսօրվա մեր ղեկավարությունը էլ եկեղեցի, էլ զինվորական, էլ մեկ էլ մյուս լրվին հավասարացրել է զրոյի, մի քիչ լավ չի էլի, ցավ եմ ապրում ուղղակի։ Էդ կասի 1604 թիվ 1604 թվականից մինչև 1946 թիվ ու ոչ մի պարսիկ իմ եկեղեցու խաթրին չի կպե։ Խոսածողը չի երևա, խոսածողը եպա ուզեց երևա, որ երևա ցավը տանեմ։ Կներեք ձեր քսա կպել, կներեք 1000 անգամ։ Շատ լավ արեց, ձենը առանց ներելու ցավը տանեմ։ Բայց դուք շատ ճիշտ ուղու վրա եք։ Տես որ հենց ընել չի կբե քո ձեռքը, մեր ու բարասավ գնա։ Ասեմ, շատ ճիշտ եք անում։ Մենք մեր Քրիստոս։ Մենք բոլորս, Արսենը մի կարազնացրեք, ես դեզանով եմ։ Դե հիմա ես ձեզ տեսնում եմ, որ դուք եք առաջնորդում։ Եվ բոլորը, ով որ ձեր կողքին է, բոլորին ողջունում եմ, ճիշտ եք անում, ու մենք մեր քրիստոնեությունը, եթե դարերով հասցրել ենք մեզ, պիտի այդպես էլ մնա։ Ու մի հատ ոչնչության համար մենք ոչ մեկս չպիտի տուժենք, ու իմ հայ ժողովուրդ։ Այ ես ձեզ որպես կին մի հատ հարց տամ, էլի որպես մայր, որպես ասեք լսում։ Նուրբ ավելի նուրբ, ասենց մտածելակերպ ունեցող։ Այլ ինչպես պետք է մենք հայրենիներս այն մարդիկ, ովքեր որ հասկանում են, որ սա թուրքական օրակարգ է, բայց ինչ ձևի մենք պայենք առանց էմոցիաների, որ հանգարց չհրահրվի, հանգարց
ժողովուրդը մեկը մյուսի դեմ չնի, անկախ իրա ասենց աշխարհը հայացքին կամ քաղաքական Իրա մտածելակերպին։ մտածելակերպին, այո, ոնց պիտի անենք մենք։ Նուրպես խոսում իրանք անպատժելիության մթնոլորտ են հասկանում։ Իրանք մեզ Որպես արհամարում խոսում, հա, խնդրեմ։ Իրանք մեզ արհամարում են, ուղղակի մեր խոսքը ոչ միտեղ չի անցնում։ Եթե ամբողջ ժողովուրդը կանգնի մեր կողքին ու անգամ Սփյուռքը կանգնի մեր կողքին ու դուրս գա իրանց դեմ, որ մեր քրիստոնեությանն են իրանք քարկոծում ու հարվածում, այդ դեպքում ինձ թվում է մենք կկարողանանք ինչ-որ բանի հասնենք։ Այսինքն պետք է մենք զգույշ լինենք, բայց նույն ժամանակ նաև սենց ոնց ասած պատրաստի լինենք ամեն ինչի։ Ես ճիշտ հասկացա։ Ես մտածում եմ, որ մենք իրոք, էլի, չես հասկանա, այդ մարդը անկանխատեսելի է։ Այդ մարդը անկանխատեսելի է, ու ինչ իրան կողքին է ասում է, ինքը անում է այդ։ Ուրիշ ոչ մեկի խոսքով ինքը չի շարժվում։ Իրան ոչ մեկը հետաքրքիր չի։ Դուք ինձանից լավ այդ ամեն ինչը տեսնում եք։ Շատ լավ, Նարա ջան, շատ շնորհակալություն, եթե բան չունեք էլ ավելացնելու, ես իջացնեմ, որ համեստի ներելու բան չկա, ցավը տանեմ։ Շնորհակալություն, որ բարձրացար։ Ու համոզված եղեք, որ այս եթերում կարաք ոչ թե մենակ լսեք, այլ կարաք բարձրանաք, ձեր կարծիքը շատ կարևոր է։ Աղջիկները կանայք պետք է ակտիվ լինեն մի քիչ։ Շնորհակալություն։ Արտակ ջան, բարև, ցավը տանեմ։ Հայտնեմ քեզ խոսքը։ Բարի երեկո, բարի ուշ երեկո Արսեն ջան, բարի երեկո ժողովուրդ ջան։ Մեր երկու բառ ես այս թեմայով ասեմ Արսեն ջան, քո թույլ տվությամբ այդ։ Ես այս պատմությունը գնամ անցնեմ մեր սահմանադրական դատարանի այն ժամանակվան, որ եղավ իշխանություն, այդ պատմության հետ, երբ որ քրեական գործեր, խուզարկություն, այն ժամանակվա նախագահի տունը վերջը ինքը իրանով երավ սահմանադրական դատարանը, իսկ այս անգամ եկեղեցին գնացել է դու շատ ճիշտ ես, իր Արցախի հարց է բարձրացրել։ Իսկ ժողովուրդ ջան, հիմա աշխարհում ով չի ուզում, որ Արցախի հարցը բարձրանա, Արցախը դառնա հայկական։ Չի ուզում Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները։ Ու Թուրքիան։ Ու Թուրքիան։ Ամենավատը մեզի համար Հայաստանի իշխանությունը չի ուզում։ Ու այդտեղ հիմա հարցակում է եկեղեցու վրա, իրանք ամեն ինչ կենեն, որ եկեղեցին հայրապետը հրաժարական տա, մեր կաթողիկոսը կներեք, որ իրանք իրանց սերդի կաթողիկոսը դնեն, ենթարկվի իրանց իշխոր սահմանադրական դատարանում մնացած կառույցները։ Էս է պատճառը։ Ես այդ ձև գտեսնում իմ սուբյեկտիվ կարծիքս։ Լավ, դու տվեցիր թե ինչու համար եղել է, ինչ ձև մենք մեզի բայենք Արտակ։ Արսեն ջանի, ես մի քիչ ռադիկալ եմ այս մտքով, ես քեզի հետ համաձայն չեմ, ես կսեմ որտեղ որ թելը բարակ է, թող ընդեղ է կդրվի։ Այս մարդիկ չվախենան միմյանց պախումի հետ, ես կոչ չեմ անում ինչ որ բանի, պրոստը այս ամեն ինչը չի վերջան ասպես։ Թող եղնի ռադիկալ միջոցով։ Էլ համբերելու տեղ չկա Արսեն ջան։ Ինչքան համբերես, այս մարդկանց մեջ համբերությունը, այն որ կսե մենք չենք ուզե որ Հայաստանը ներսից պայթին, չենք ուզե որ մեկը մեկից դուրս եղնի, մարդիկ ու այդ ամեն ինչը գտանին, մարդիկ կընդունեն թուլություն է։ Իսկ կա, եթե ճիշտ տարբերակ խնդրեմ, թող ես մենակ կարևորը ռեզուլտատն է ինձ համար Արսեն ջան։ Ինչ ճանապարհ կուզեն, մենակ ռեզուլտատ տա։ Լավ կեղնի, փշոտ կեղնի, քարոտ կեղնի, թող ասված չեն այդ ճանապարհներնի, բայց ռեզուլտատ տանք։ Իսկ որը ռեզուլտատը քեզ կգոհացնի։ Հայաստանի ներկա իշխանությունների կամ հրաժարականը կամ իրանց արտաքին քաղաքականությունը փոխելը։ Այս թուրքամետությունը, թուրքական սաղ Հայաստան ով թուրքերը ադեց, ներկա իշխանությունը ադեցին։ Սկսած գեներալ Մանվելից էլ այն ամեն ում կադե, հիմա էլ ադրբեջանական, թուրքական ծրագիրը հայկական եկեղեցու վրա է։ Իրանք կսեն ֆաշիստական է, իրանք կսեն սաղ աշխարհը մեզի կընդուն է որպես քրիստոնեության հայրենիք, մեր եկեղեցում
համաշխարհային եկեղեցիների խորհուրդը մեզի կընտրում է, մենք Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ հավասար կերտանք աշխարհի համար, իրանք կընտրեն մեզի որպես ֆաշիստական, մեր ղեկավարությունն է նույն ձևի։ Ես քեզ լսեցի Արտակ ջան, դու կդաս ես բան չեմ պատասխանի քո արտահայտած, եթե իրոք տեղ չի մնալու, եթե այս իշխանությունները այլևս տեղ չեն թողնելու, այլ ձևով իրենց հեռացնելու, ապա ինչի ոչ, թող լինեն հենց ոնց որ Աստծո կամքն առնելու։ Ես համաձայն չեմ, տես Արտակ ջան, դուք իմ խոսքերը սխալ եք հասկանում, որ ես ասում եմ, ես ռադիկալությանը դեմ եմ, եթե չլինի ուրիշ ճանապարհ, ապա ռադիկալությունը միակն է մնում, որ ազգ փրկվի։ Ես դրան դեմ չեմ լինի, բայց եթե ես համոզված եմ այլ ճանապարհին, տեսնում եմ այդ ճանապարհը, ապա այդ դեպքում ես ընտրում եմ այդ ճանապարհը, որը այլուն չի թափվի։ Արտուղոս քեզ հետ համաձայն եմ, Արսեն ջան։ Եթե չի լինի այդ տարբերակը, կլինի Հայաստանում արդեն, ասենք, այն կարգի անօրինություն, որ արդեն վсё, չափերը արդեն ամեն ձև, հիմի ուզենակ, հիմի ինձ լավ ասեք, ուզենակ վատ ասեք, այսօրվա դրությամբ ես այս կան քննադատում եմ այս իշխանությանը, բավականին շատ եմ քննադատում ժողովուրդ ջան, շատ ցավացնում եմ ես իրանց, մանավանդ ընտրությունների ժամանակ շատ ցավացրեցի Գյումրիում, բայց վերջի իտոք իմ վրա, ասենք, այո, եղավ պապիտկեք, բայց վերջնական իտոքում ոչ ձերբակալեցին, ոչ տարան վախեցնելու ճանապարհը, ոչ բան, ինչ որ չափով այսօրվա դրությամբ կա այդ խոսքի ազատության շղարշը, իմ կարծիքով, թե ինչի է դա դենց կատարվում, ես առայժմ չեմ կարողանում հասկանամ, բայց все-таки ինչ որ մեկին չի թույլատրվում Вообще ոչ մի բան խոսալ, բայց ինչ-որ մեկին էլ ինչ-որ չափով թույլատրվում է։ Ես դրա գաղտնիքը չգիտեմ, ժողովուրդ, ինչու՞մն է դրա գաղտնիքը։ Ոնց է դա դենց ելնում։ Ասենք իմ չափը, եթե մեկը միգուցե դա նրանից է, որ ես, ասենք, չեմ ասնում հայոյանքների դաշտ, մարդկանց ընտանիքները չեմ հայոյում, այլ խոսում եմ մենակ ասենք քաղաքական դաշտի իրական քաղաքականությունից եւ հետևանքներից վերլուծական եւ այլն, բայց այն աշճանները իրանք արդեն անցնում կարմիր գծերով, որ ես էլ եմ մեկ իմ կարմիր գծերս անցնում, ես չեմ հասկանում, սրա գաղտնիքը ես չեմ հասկանում, կամ միգուցե մի քանի հոգի պետք են, որ ցույց տան, որ տեսեք մեր լրատվական դաշտը կան ընդդիմադիրներ, յարի ընդդիմադիրներ, ում որ մենք ձեռ չենք տալի ժողովրդավարություն եւ այլն, ես չեմ կարող հասկանալ իրանց քաղաքականության այս իմաստը։ Արածի։ Այդ փաստ է, եթե այդ չանի մենք չենք կարա մի ազատ խոսենք կամ էլ վաղը, այդ փաստ է, ես չեմ կարա։ Քեշմեգը ես ճիշտ է, քեզ սպասեի որ Արսենին հիմա նեղություն կուտան Արսենի հարազատներին ինչ որ բաներ կգտնի նոր Արսենին ստիպեն չխոսալը կամ իրանց համար, բայց դե թու սադանի անգաջի հերու ամեն ինչ նորմալ է Արսեն ջան, դու ինչպես միշտ էֆիրները կվայել ես, ու ես կզգամ ամենակարևորն որ դու ազատ ես։ Կողքից հեշմեգը քեզի չի կարա ինչ որ բան ստիպե։ Ու մեկ մի բանի մասին խոսամ, էլի, ասենք ես մինչև հիմի Աննա Հակոբյանին որպես կին, ասենք չեմ բաները, չեմ ինքը դաժե մեր առաջի տիկինը չէ, ես ինչքան գիտեմ, չէ, ասենք նախագահի ինքը չի։ Հա, ասենք այդ իր pedagogan ծախսերը իր համար ես չգիտեմ ինչի համար են անում, քրեական պատասխանատվություն է, ինքը մի հատ հայտարարություն էր, որ եկեղեցում մանկապղծություններ է գնում։ Ժողովուրդ ջան, մանկապղծությունը այդ շատ ծանր հանցագործություն է, համ իրավական, համ բարոյական։ Նախքան ասել է, ինքը պարտավոր է այդ փաստերով ասել, որտեղ է, երբ, ով Եթե առաջ իրանք լրագրող էին ու քսեին որ այդ ձև ինֆորմացիա կուտային, հիմի քննչական կոմիտեի նախագահն է իր Պաչինոնին, դատախազնել է, ներքին գործերի նախարարն է, այդ փաստերը պետք է տան դեղ ու իրանք քրեական գործեր հարվում։ Արտակ ջան, իմ հետ համաձայնվի, որ այս դեպքում պետք է եկեղեցին եւ եկեղեցական դե իրանք ունեն դիվանագիտներ եւ այլն լրատվամիջոցներ, պետք է պրյամոյ Աննա Հակոբյանի նախբեժ ջան զրպարտության մեջ դադապարտեին, դադի տային ու ասեին ապացուցի, եթե իրանք չունեն այդպես մեղքեր, Արտակ ջան,
Ուրեմն պետք է այդ ճանապարհով գնան։ Եթե լեռում են ախպեր, ուրեմն էլի ճիշտ է ասում։ Ինչ ասեմ ախպեր։ Ախպեր ես չեմ անոր ճիշտ է ասում։ Ճիշտը պետք է Չէ, փաստերով ասում։ ճիշտ հասկացի ինձ Արտակ ջան, Հա, երբ ես որ նայ, քեզ- ես ու դու հասարակ քաղաքացի ենք ախպեր։ Նստած ենք, լսում ենք ինչ որ մի հատ Աննա Հակոբյան, այդպես շատ վատ հանցագործության մեջ է մեղադրում մեր եկեղեցու սպասավորներին։ Դու նստում ես, սպասում ես ախպեր ջան, թե հեսա եկեղեցին ոնց է պատասխանելու սրան կամ մտնելու են դատարան կամ պետք է աբացուցի, չէ՞ վերջը սա։ Ունգետ դու տեսնում ես որ այդ հագարակ կողմը ում որ մեղադրվում է, չի պատասխանում ոչ մի ձև, լռություն է պահում։ Քո մեջ չի առաջանում բան ախպեր, միգուցե ախպեր ինչ որ մի հատ տագը, մի հատ բան կա, որ էսի սենց լռվում է ախպեր ամեն ինչ։ Տեղին հարց կուտաս։ Հույս ունենք, որ եկեղեցականները այդ մասին կխոսին, հայտարարություն կտարածեն, մարդկանց կասկածները, ես մի բան գիտեմ, ժողովուրդ ջան, ես հայ առաքելական եկեղեցու հավատացյալ եմ, եղել եմ կամ ու կմնամ միշտ, բայց ես մի բան գիտեմ, հնարավոր չէ, ասենք այնտեղ բոլորը եղնին 100%-անոց մարդիկ, այնտեղ չեղնի ֆինանսական մախինացիաներ, չեղնի այդձև գործեր, հա, ասենք մանկապարտություն, ցանկացած բոլոր եկեղեցիներում է կա այդ բանը, եղել է առաջներում է կա ու երևի կլինի էլի, ասենք ինչ եմ, դրա համար իրանք բոլորը մեղավորներ են, իրանք հեչ մեկն է ոչ մի եկեղեցական սուրբ չեն, բայց տեսեք կաթոլիկ եկեղեցում այդ բաներն որ եղավ է, այդ լուրերը, այդ ինչ ոնց ասեմ, մարդիկ իտալացի կամ կաթոլիկները ով իրանց եկեղեցիներին գնացտեմ կամ չէ, ասենք հեչ մարդը բան չերեց։ Այդ սովորական երևույթ է, դոնց պետք է գտնվի, դատվի, ցույց տրվեցվի։ Ճիշտ է, ախպեր ջան։ Իրանք կօգտվին այդ լուրերից, այդ ոնց է, բամբասանքներից, էլի իրանց ռեյտինգը ապահովելու համար։ Շատ լավ Արտակ ջան, շնորհակալություն եղբայր, արդեն փակելու եմ եթերը, Հա, շատ շնորհակալություն շնորհակալություն։ եթերը։ Հա, շնորհակալություն Աստված մեր ազգի հետ Արսեն ջան։ Աստված մեր հետ ախպերս։ Ասածս հետևյալն է ժողովուրդ ջան, ինչի է այսքան կարճ։ Ես ուզում եմ որ էսի անընդհատ անգամ եթե այսօր ես չէի ցանկանում եթեր անելու ուրիշ գործեր ունեի, էլի կապված մեր այս գործընթացների բաների հետ, մարդացած զանգել, պայմանավորվել արդեն նորից վերսկսելու ենք նորից էլի հյուրերի արդեն գալը, այսա վերջանում է նիստերը, բաները իրանց սկսելու ենք նորից պրոյեկտներ ենք առաջ տանելու, ես արդեն ասել եմ այդ պրոյեկտների մասին, բայց խնդիրը առաջացել ժողովուրդ ջան, խնդիրը ֆինանսների մեջ է, բանը մոտավորապես $2000 կարգի բյուջեի ասենց ծախսի տեղ ունենք, որը առայժմս չեն գտնում այդ դոնորին, որովհետեւ ինքը հովանավորի, այն մարդիկ էլ ովքեր որ ուզում են հովանավորեն, երբ որ մի քիչ հետազոտում ես, փորում ես, արմատները լավ տեղ չեն տանում, այսինքն երրորդավորված, չորրորդավորված ուզում են այդ պրոյեկտը իրանք հովանավորեն, ես չեմ ուզում, ես սկզբունքով մարդ եմ, ավելի լավ է ես չանեմ ինչ-որ բան, քան անեմ ինչ-որ մեկը հովանավորի, որը վաղը մեզ տեր կճանաչի իրան։ Եթե մարդիկ կլինեն, որ հնարավորություն կունենան աջակցել ինչ-որ չափով, խնդրեմ ինձ անձնականով գրեք, WhatsApp-ի համարը կտամ, կպայմանավորվենք, խոսենք, կասեմ ինչ պրոյեկտ է, ինչ ենք անելու եւ այլն, պրոյեկտը անելու ենք շատ արագ, հիմա սկսելու ենք, բայց ինքը երկարատև է, ունենք ինչ-որ չափի գումար հավաքված, բայց $2000 կարգի, այսինքն տեխնիկա վարձելու, դրոններ վարձելու, օպերատորներ վարձելու տեխնիկական խնդիրներ կան, որովհետեւ տարբեր կողմերից օպերատորներ աշխատեն, այսինքն պրոյեկտը շատ մեծ ալնելու ու շատ հետաքրքիր ալնելու։ Պրոյեկտի անունը քո ձայնը որոշիչ է, ամբողջ Հայաստանով ալինելու, նենց որ նայեք ժողովուրդ ջան, ովքեր ցանկություն կունենան իրենց զուսպ կրկնում եմ, նորից կրկին անգամ զուսպ մասնակցություն ունենալ ոչ թե ինչ-որ չափով օգնել, հետո 24 ժամ հեռախոսով զանգել, սկսել բաներ հարցնել, կամ էս անել, կամ այն անել։ Զուսպ օգնում ես ու նայում ես պրոդուկտը, որին դու օգնություն ես տվել, այդքան բանը։ Լավ մնացեք, բարի գիշեր, անգամ ավելին ասեմ ձեզ, ամեն ինչն էլ էս կյանքում Աստծո ձեռքերում է, մենք մարդիկս
փորձում ենք ինչ-որ բաներ անել, բայց առանց Աստծո կամքի ոչ մի բան չի ստացվի այս կյանքում, ամեն ինչ Աստծո կամքով է, ժողովուրդ, ամեն ինչ։ Ինչ անում ես դու օրվա սկզբից մինչև վերջ, եթե Աստված չցանկանա, դու չես անի, չես կարողանա անես եւ այլն եւ այլն։ Աստված առաջնորդի թող մեր հայ ժողովրդի միտքը, կարողությունը եւ այլն եւ այլն։ Թող որ այն չարիքները, որ նստած են այսօր իշխանություններում, ովքեր ոչ հայկական օրակարգեր են տանում, թող Աստված իրանց սրտերը փոխի։ Ես վատ բան չեմ ցանկանում։ Թող Աստված իրանց սրտերը փոխվի, մենք վաղը ուրիշ իշխանություններ տեսնենք։ Ճիշտ է, ֆանտազիայի ժանրից է, բայց ես խնդրում եմ Աստծուն, խնդրում եմ դուք էլ այդպես խնդրեք, ոչ թե իրանց մահը ցանկանաք։ Լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։